Պարոն վարչապետ, 95 թվականից այս կողմ հանրաքվեներով, երբ որ փոխվել է, ընդունվել է սահմանությունը, այնուհետև փոխվել, լեգիտիմության պակաս է մնացել։ Այսօրվա հարցումներով ժողովրդի մեծ մասը դեմ է նոր սահմանադրության ընդունմանը, ոչ թե փոփոխություններն, այլ ամբողջությամբ նոր սահմանադրության ընդունմանը, եւ այս նման իրավիճակում կա հանրային վստահության խնդիր այդ process-ի հանդեպ։ Եվ այստեղ ես միշտ սիրում եմ հիշատակել ՏՀԶԿ-ի այն մոտեցումը հանրային վստահության մասին, որ ասում է, մոտավորապես եմ ասում, ցիտում, որ հանրային վստահությունը դա ցանկացած ռեֆորմի ոչ թե էական բաղադրատարից մեկն էլ էական, ամենից էական բաղադրատարն է։ Եվ եթե չկա այդ վստահությունը, ցավոք սրտի նպատակը միջոցը չի ծառայելու նպատակին։ Երկրորդ բանը, ինչպես դուք նշեցիք ու համաձայն եմ, կարծես թե իրավակարգի այնպիսի իրավակարգ է ձևավորված, որ հասարակությունը այո չի ընկալում իրեն որպես սեփական տեղ, եւ սրա մեծագույն խնդիրը իմ կարծիքով դրա մասին ես նշել եմ իմ գրավոր դիտարկումների մեջ, դա արդյունավետ կառավարման good governance-ը է, որը թարգմանում ենք արդյունավետ կառավարում, բայց ավելի ճիշտ կլինի դա թարգմանել արդյունավետ եւ արդարացի կառավարում։ Դրա բացակայությունն է։ Կոռուպցիայի դեմ պայքարը, սա որպես փորձագետ եմ ասում, անհնարին է առանց դրա պրոֆիլակտիկայի, որը արդյունավետ կառավարումն է։ Եվ Թալանի հետ բերել այդ ամենը շատ լավ է, բայց դա շատ երկար process է, օրինակի համար Նիգերիայում Աբաչայի Թալանացը, որ կարողացան հետ բերել, դա 20 տարի տևեց։ Ֆուջիմորիին Պերուում, որ կարողացան հետ բերել, դա 5-7 տարի տևեց։ Սուհարտոյին Ինդոնեզիայի նախկին դիկտատորին, որ նրա Թալանացը, որ կարողացան հետ բերել, 20 եւ ավելի տարի տևեց։ Սա երկար process է։ Իսկ դրա այդ ընթացքում մարդիկ ապրում են եւ արդյունավետ կառավարումը սկսած նրանից հարկային արդարացիությունը, հարկային վարչահարության արդարացիությունը, սկսած նրանից, որ օրինակի համար մենք չունենք նորմալ իրավական մեխանիզմներ, որպեսզի անձը քաղաքացին մասնավոր հատվածի հետ հարաբերվելիս կարողանա ինքն իրեն պաշտպանել։ Այս առումով իրական Հայաստանի գաղափարախոսության մեխը կարծում եմ, որ դուք հենց դնում եք դա, որ պետք է երկիրը լինի այնպիսի միջավայր, որտեղ մարդը ուզենա ապրի եւ արարի։ Այս ընկալումը չի եղել երբեք, այլ եղել է կարծես թե անկախությունը ինչ որ մի բան վերացական, որը չենք էլ հասկացել ու գիտակցել, թե ինչի համար է այդ ամենը մեզ պետք։ Չի եղել, դուք առաջ եք տանում մի ճիշտ բան, դա կոնսենսուսի ձևավորումն է եւ երևի թե այս կան արդեն շատ։ Պարոն վարչապետ, այսօրվա դրությամբ օրենքները եւ բաները ես կոնկրետ, եթե ասենք կոնկրետ ոլորտներից էլ էլի գիտեմ, ընդունվում են ոչ շահառուի նայեք, պետության խնդիրը ինչու՞մն է բաբաշոմը։ Առաջերտին պայմաններ ստեղծել մարդկանց կրթության, աշխատանքի, ստեղծագործության, ապրելու համար։ Պայմաններ ստեղծել։ Այսինքն դու ինձ պետք է հարցնես պետություն, կառավարություն, քեզ ինչ է խանգարում, որ ապրես, որ կրթվես, որ աշխատես, նոր ասենք օրենք ընդունես, դրանց որ օրենքում է պետք փոփոխությունալ, չկա այդ բանը։ Օրենք ընդունում են շահառու հետ առանց շփվելու։ Գալիս է մարդիկ էլ մենակ ձեր անունը գիտեն, դրա համար մի զարմացեք, որ թերթերում ինչ ասում են, ձեր անունն են տալի, որովհետև այն շարքային մարդը, ում հետ հարաբերում է իշխանության ներկայացուցիչ, ձեր անունն է տալի։ Հիմա ես կոնկրետ առաջարկ ունեմ, մեխանիզմ, ես կոնցեպցիան եմ ասում, էլի մեխանիզմ ստեղծելու, որ մարդը պետք է իր բողոքով դիմի կամ առաջարկությունով դիմի պետությանը։ Պետության այն մի պատուանի սկզբունքը ինքա գցի բանը, խնդիրը, նամակը գցի։ Պետությունը գնաց կամ հարցը լուծում է այդ մարդու, եթե օրենսդրական բանը մի հատ գնա այդ աշխատողը պետության, տեսնում է օրենսդրական բաց է, ոչ թե ասի դե էսա վարչապետն է, ոնց օրենք ընդունել դա։ Մի հատ առաջարկություն ուղարկի սա կառավարություն, մի հատ ազգային ժողով, որ այս օրենքում sense абսուրդ բան կա, այս մարդկանց խանգարում է սովորելու, աշխատելու։ Խուդիկյան Հակոբ, ասպիրանտ, պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, քաղաքացիներ, թույլ տվեք ողջունել եւ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետ այս հանդիպման կազմակերպման համար ոչ ինստիտուցիոնալ քաղաքացիական հասարակության հետ, որը շատ կարևոր է ժողովրդավարական պետության մեջ, ժողովրդավարական process-ի օրգանական իրականացման ֆունկցիոնալիզացիայի տեսանկյունից
Թույլ տվեք մի քանի գիտական, ակադեմիական թեզեր ուղղել որպես լրացում ձեր հիմնական այն ուղենիշներին, չափանիշներին, որոնք դուք նշեցիք իրական Հայաստան կոնցեպտի շրջանակներում։ Եթե թարգմանենք ակադեմիական լեզվով, ապա արևմտյան ակադեմիական շրջանակներում իրական Հայաստան կոնցեպտը կարելի է թարգմանել որպես անցում պրիմորդիալիստական, էսենցիալիստական էթնոպետությունից դեպի սոցիալ-կոնստրուկտիվիստական հայեցակարգի հիման վրա ստեղծված քաղաքական պետական ազգի մոդելին, որտեղ անհատի ինքնությունը կառուցվում է պետության կողմից ծրագրված եւ ուղղորդված ինքնության քաղաքականության միջոցով, որի շրջանակում սոցիալիզացիայի բոլոր էտապներում քաղաքացու սոցիալիզացիան դաստիարակության խնդիրը պետությունը մեծ իմաստամբ վերցնում է իր ձեռքը։ Այսպես են աշխատում բոլոր ժողովրդավարական պետությունները, ոչ միայն ժողովրդավարական, փորձելով հասարակության մեջ վերացնել ապակառուցողական եւ բաժանիչ երևույթները եւ ձգտում են հասարակության հոտ զանգվածներին ներգրավել նույն քաղաքական եւ քաղաքացիական մշակույթի շրջանակներում։ Մեծ իմաստամբ ծանոթ լինելով իրական Հայաստան կոնցեպտին որպես գաղափարախոսություն, կարող ենք ենթադրել կամ ասել, որ այն եւս հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը էթնոազգայնական քաղաքական մշակույթից տանել դեպի քաղաքացիական պետական ազգին հարմար քաղաքական մշակույթի կառուցման։ Այս նպատակի իրացման համար, պարոն վարչապետ, բոլոր պետությունները սերտ համագործակցում են իրենց գիտական հանրույթների մեջ, իրենց գիտական հանրույթների հետ։ Տրադիցիոն, համալսարանական, բուհական, այլ ոչ քաղաքացիական հասարակության պսևդոգիտական ուղեղային կենտրոնների կամ կազմակերպությունների հետ։ Մեր համալսարանները, օրինակ Երևանի պետական եւ ռուս-հայկական սլավոնական համալսարանները բազմաթիվ հետազոտություններ են իրականացնում հայկական ինքնության մոդելների տրանսֆորմացիայի, ադապտացիայի, դինամիկայի, կոնֆլիկտի եւ ճգնաժամի հարցերի շուրջ։ Կարելի է ասել, ձևավորվել է գիտնականների նոր դպրոց սոցիալ-հումանիտար գիտությունների ինստիտուտում, որոնք ականջալուր են Հայաստանի Հանրապետության արդի պահանջմունքներին եւ ներքին եւ արտաքին, որոնցից ամենակարևորը մեր գնահատմամբ քաղաքացիական ազգի ստեղծումն է, այն է թե իրական Հայաստանի կոնցեպտի վերջնական ադապտացումը եւ ներմուծումը քաղաքացու գիտակցության եւ ապրելակերպի մեջ։ Պարոն վարչապետ, պաշտոնապես որպես գիտական հանրույթի ներկայացուցիչ ձեզ եմ ուզում ներկայացնել գիտական հանրույթի առջև ծառացած կարևորագույն խնդիրը, այն է պետության աջակցության եւ որպես պատվիրատուի բացակայությունը։ Պատվիրեք գիտական հանրույթներին աշխատել ինքնության էֆեկտիվ քաղաքականության ավարտուն մոդելի ձևավորման վրա եւ պաշտոնապես ես հավաստում եմ, որ առանց սոցիալ-հումանիտար ոլորտի պրոֆեսիոնալների աշխատանքի ուղղակի անհնար է ստանալ էֆեկտիվ ինքնությունների քաղաքականության ռազմավարություն, ինչպես դա արել են մնացած պետությունները, ուղիղ ֆինանսավորելով սեփական բուհական հանրույթները եւ ստացել են ըստ երևույթի հսկայական գիտական ժառանգություն։ Ինչու բաց թողնել սեփական գիտնականների ներուժը, ինչու ներդրումներ չանել երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների ներուժի մեջ, չէ՞ որ յուրաքանչյուր պետության լավագույն ներդրումը գիտության մեջ ներդրումն է, առավել եւս երբ այսքան օրակարգային եւ ինստիտուցիոնալ է իրական Հայաստանի կոնցեպտին անցումը, որը վերջո կջնջի հասարակության աղճատումը եւ բաժանումը իրար հետ մրցակցող մեծ խմբերի, որպես իմ ասացի ապացույց ձեզ եմ ուզում հանձնել, ներկայացնել այս հետազոտությունների ժողովածուն մեր ավագ գիտնականների ղեկավարման ներքո եւ նաեւ իմ հոդվածը նվիրված սոցիալական ինքնության ձևավորման հիմնախնդիրներին հոգաչափ շնորհակալ եմ եւ մեծ հույսով լցված նաեւ գիտական հանրույթի անունից, որ պետությունը եւս կլսի եւ կկայացնի քաղաքական ռազմավարական որոշում աշխատել եւ համագործակցել բուհական հանրույթների հետ։ Կանխավ շնորհակալություն իմ եւ գիտական հանրույթի անունից։ Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնելիս հնարավորության համար, իմ համար սա շատ կարևոր է, անվտանգության ոլորտի որպես ուսումնասիրող, հետազոտող շատ կարևոր է հանդիպումը, ինքնին նմանատիպ հանդիպումները իրենք ալգորիթմային առումով, արժեքաբանության առումով շատ կարևոր բան են նշանակում։ Ես առաջին իսկ պահից, երբ որ դուք հայտարարել եք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդադար նայում եմ, հետազոտում եմ, կարդում եմ, փորձում եմ կապել ձեր նախորդ ելույթների հետ, դեռ 18 թվականից ձեր շատ ու շատ թեզային ելույթներ իմ համար այսպես հետազոտության թեմա են եղել, անվտանգության դիտանկյունից եմ միայն ասում,
Կարելի է շատ խոսել, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչ է։ Կարելի է այն անվանել Հայաստանի Հանրապետության պետականության տեսական հիմնավորման ինչ որ փորձ, քննարկում եւ այլն։ Բայց ես այստեղ նստած մի նոր բան ընդգծեցի իմ համար, որ մենք փաստացի ձեր օգնությամբ դուք առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, սուբյեկտ դառնալու ճանապարհը, առանձին սուբյեկտ իրավունք ունեցող, բայց անգամ դա ես այսպես կբնորոշեի։ Մենք ցավոք սրտի ձեր նշած ժամանակահատվածում այս նախորդ կարմրացած տեքստը որ նայում ենք, մենք կայսրությունների պատճառով որոշման իրավունքի հավատքն ենք կորցրել, պարոն վարչապետ։ Մենք միգուցե եւ ստացել ենք այդ որոշում կայացնելու իրավունքը, բայց հավատքը չենք ստացել։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նախորդ տարիներին մարդկանց նույնիսկ գնում էին ընտրությունների, ասում էին մեկ ընտրենք, չընտրենք, մեզից կախված չի ոչ մի բան։ Ընտրենք, չընտրենք, բան չի կախված։ Դուք հիմա սրանով փորձում եք մեր այդ հավատքը տալ, այդ իրավունքի հավատքը, որ մենք իրավունքը ունենք, բայց հավատքը չունենք։ Ես իհարկե այս ամբողջ այս թեզի վերաբերյալ, ձեր ելույթների վերաբերյալ ունեմ մի քանի հետաքրքիր առաջարկ, որոնք հիմա չեմ ասի, հուսով եմ այս քննարկումները կշարունակվեն, մենք առիթ կունենանք դեռ առարկայացնել եւ այո ակադեմիական որոշակի չափումների բերել նաեւ այս ամեն ինչը հետազոտել եմ Ֆինլանդիայի օրինակը, Սինգապուրի օրինակը, փոքր պետությունների, որոնք շատ դժվար ճանապարհով են անցել եւ այդ սխալվելու եւ չսխալվելու իրավունքը ձեռք բերելու ճանապարհը շատ փշոտ ճանապարհ է։ Այսքանը ես զինվորական եմ, փորձել եմ տեղավորում 3 րոպեի մեջ, շատ շնորհակալություն, նորից եմ ասում իմ համար անձամբ շատ կարևոր է հանդիպումը, ուզում եմ ձեզ շնորհակալություն ասեմ եւ մեր Լեոնարդին Պողոսյան, շատ շնորհալի երիտասարդ, ով այդ իդեան քննարկում ենք մի վայրկյանի ընթացքում իրար հետ, իրականում շատ լավ երիտասարդ է եւ ընդհանրապես երիտեւը շատ լավ երիտասարդներ են աճում եւ նախանձելի, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ այս ավերի համար, հուսով եմ սա շարունակական կլինի, կան որոշակի առաջարկներ ակադեմիական դաշտ բերելու այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Ողջույն, մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ նման հանդիպման եւ հնարավորության համար։ Պարոն վարչապետ, նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը ինչ կերպով է իր մեջ պարունակում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, եթե կարելի է մասնավորապես քաղաքական, տնտեսական եւ մշակութային տեսանկյուններից։ Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ process-ի ժողովրդի մեծ մասը դեմ է։ Ես, ես չեմ ժխտելու։ Ես գիտեք, այդ բանավեճի մեջ չմտնելու համար, որ ես հայտարարեցի, որ զրոյական կետ եմ համարում։ Ես ավելին եմ ասում, ավելի հեռուն եմ գնում, ասում եմ ոչ միայն դուք ասում եք ժողովրդի մեծ մասը դեմ է, ես ասում եմ այս իդեայի գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ 0։ Հավալում եմ 0 եւ process-ը հենց այդտեղից է սկսում, որ այդ էլի հին բանաձևերից, որ օգտագործել եմ 1+1-ի տրամաբանությամբ։ Ես ինձ դիրքավորում եմ որպես ոչ թե առաջին, այլ մեկ կողմնակից այս գաղափարի եւ այդ դիրքից եմ ես խոսում եւ այս process-ը հենց դրա համար է ավելանում այդ համախոհների թիվը, թե չի ավելանում։ Որովհետև տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա, որը մարդիկ երբեմն բաց են թողում տեսադաշտից։ Աբսուրդ կլինի, եթե մեր կառավարությունը ասելով, որ գիտեք ինչ, նախկինում սահմանադրությունները, որ ընդունվել են մի քիչ ընկալում է նաև, որ ժողովուրդը չի քվեարկել, փորձի նույն ճանապարհով բերի նույն իրավիճակը։ Դա աբսուրդ կլինի, ընդհանրապես անհեթեթություն կլինի, հասկանում եք։ Հենց այդ է, որ մենք պետք է արձանագրենք, իհարկե այդ մասնագետները կասեն, թե շեմը նոր սահմանադրության ինչպիսին է լինում, լավագույն առաջադեմ փորձը, բայց մարդը պետք է գնա, ես հենց այդ եմ ասում, մարդը պետք է գնա, էլ եմ ասում, թիվը ինչքան ընտրողների 50+1%-ը, թե քանի տոկոս պետք է դա տեղի ունենա։ Ինչ կառավարությունը ինչքան էլ ասի, կառավարության գործը հենց առաջարկելն է եւ ասելը իր կարծիքով ինչ պետք է անեն մարդիկ։ Մարդիկ այ ընդդիմություն տարբեր քարոզչություններ կլինեն եւ մարդիկ կորոշեն։
Ես եմ ուզում, ես ուզում եմ այս մի բանը շատ հստակ լինի։ Այդ այդքան ֆունդամենտալ բանը մեզ համար, որ մենք Սահմանադրության ընտրությունների մի ձայնի կեղծիքի մենք չենք գնա։ Դա բացառված բան է, որովհետև դա աբսուրդ է։ Հետևաբար այս ընդունելով ձեր ասածը, ես ավելին եմ գնում, ասում եմ 0 է կողմնակիցների թիվը, եւ այս քննարկումը նաեւ պետքա օրգանական կապը ստեղծի։ Մենակ մարդը ոնց քվեարկի որոշի։ Պետքա օրգանական կապ ձևավորվի, որ ինքը պետքա զգա սա նախագծի փուլից, մարդը իրավաբան չի, իր մասնագիտական նյուանսների մեջ մենք բնականաբար պետք չի մտցնել, բայց ինքը պետքա զգա քաղաքական process-ը, ինքը թեզերի մակարդակով պետքա հասկանա բանավեճին հետևելով եւ ինքը իր մեջ որոշի, ինքը դրա կողմնակիցն է, թե դրա կողմնակիցը չի։ Ես համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ ասվեց, որ այս գաղափարախոսության իրական ամենակարևոր դրույթներից մեկը այն է Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակությունը։ Ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ եղել է մեր իրականության մեջ, բայց ես ուզում եմ մի նյուանսի մասին ասեմ։ Մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ կապել ենք ուրիշների հետ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը մեզ համար էլ է ֆորպոստ եղել։ Մեզ համար էլ է ֆորպոստ եղել, որովհետև դա հենց այն չի, այնտեղը չի։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար նպատակ չի եղել։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ֆորպոստ է եղել ինչ որ այլ նպատակների հասնելու ավելի մեծ, ավելի կարևոր, ավելի սիրելի նպատակի հասնելու համար։ Ֆունդամենտալ ինձ համար էլ է ժողովուրդ ջան տենց եղել։ Այսինքն ես որ ասում եմ մեզ համար, հանկարծ այս անընդհատ ուզում եմ շեշտեմ։ Սա մեզ համար, ինձ համար, բոլորիս համար։ Մենք այդ ընկալման մեջ ենք եղել։ Մենք չենք կարող ժխտել եւ դա մեր պատմության մասն է, այո։ Հենց ֆունդամենտալ փոփոխություններն է, որ դուք ֆունդամենտալ բառն է, մարդը ուզում է ապրի։ Մարդը ուզում է ապրի եւ պետք չի դրա մեջ տեսնել ապազգային բան, որտեղ մարդը ուզում է ապրի, հասկանում եք։ Եվ այս շատ էական հանգամանք է, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար այն բռնման, որ բարեկեցության մեջ մտնում է անվտանգությունը, մտնում է ժողովրդավարությունը, ազատությունը, օրինականությունը, կենցաղային բարեկեցությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հա Այո, մնացածը ես թվարկումը սպառիչ չի, որտեղ առանց good governance-ի այդ ամեն ինչ չի լինի։ Ժողովրդավարական երկիր չենք։ Գիտեք, ես ես ժողովրդական կամ Այո, ես դրա հետ չեմ վիճելու։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց հիմա ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ցույց տալ եւ այդ իմ ընկալումն է, այդ նաեւ սրա պատճառը։ Սրա պատճառը, որ ես ձեր ասածը զգալով է, որ X պահի այդ տեսեք, այսօր 3:22, 49, 12:53, 10 դուք ստեղ ոչ մի հատ չպատասխանած նամակ չեք գտնի։ Սա քաղաքացիների նամակներ են, որոնք ձեր ասածի համար է։ Այսինքն ես նկատի ունեմ, ձեր ասած ազդակը ես էլ եմ զգացել, որ ես հասկացել եմ, որ ես պետքա ուղիղ կապի մեջ լինեմ, պետքա մարդիկ հնարավորություն ունենան։ Ես շատ ինքս ինձ հարց եմ տալիս, մեկ ասում եմ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Մարդիկ գրում են ամենափոքր հարցերից ընդհուպ այն օրը Սյունիքի մարզինի գյուղից գրել են, որ ջուրը կտրվել է, ես ուղարկում։ Հետո ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, բայց լավ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Հիմա եթե մարդիկ ճիշտ բանի վրա չեք ծախսում, դուք չպետք է դրանով զբաղվեք, ասած պետք է, որ չէ, ես հիմա ձեզ մի հատ վարչապետը չի կարող այս երկիրը դզի, ես հիմա ձեզ ասում եմ, որ ես ձեր ասած ժողովուրդ աշխատացնի պետական կառավարման համակարգ ծառայի ոնց մինչև վարչապետ չի կազմել, չի աշխատի համագիտասարող չկոպես, այդ մեխանիզմը որ աշխատի, որ այն ամենացածր պաշտոնատար մարդն է, որ բանը գա դառնալ
գործի մտածի ոնց որ Շատ լավ, բայց թույլ կտա։ Ես նկատի ունեմ, որ ձեր ասած արտակները այն ժանրն են, որ ես վարչապետ եմ, դուք տենց բանը, ես էլ ասեմ, չէ, որ չէ, ոնց եք տենց։ Ես այդ ազդակներս համաձայն եմ, եւ մեր քաղաքական թիմն էլ այդ ազդակները զգում է։ Ստեղ խնդրեմը ուրիշ տեղ է, որ մեր մյուս բանախոսը նշեց, մեր առաջի բանաս, ստեղ մեր խնդիրները ինստիտուցիոնալ են։ Ինստիտուցիոնալ են եւ դուք կներեք չեմ հիշում ով, բայց ոնց որ դուք նշեցիք կրթության մասին, որ կառավարությունն էլ պետք է կրթվի։ Եվ այդ խնդրեմը այո կա։ Այդ խնդրեմը կա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը այ good governance-ը նաեւ դրա մասին է։ Good, եթե մարդը Սյունիքից ինձ գրում է, ես այն պատասխանում եմ, դա bad governance-ի բանն է, վկայությունն է, որովհետեւ մարդը պետք է ինչ չգրեր։ Ես դες դրա համար եմ ասում, ես ճիշտ գործով եմ զբաղվում, թե սխալ, ես սխալ գործով եմ զբաղվում, որովհետև երբ որ ես այդ թեմայով զբաղվում եմ, ոչ թե ես, այլ վարչապետ այդ թեմայով զբաղվում, դա վատ կառավարման հետևանք է, բայց մյուս կողմից էլ ես հիմա ինչ որ առումով, բանով, տենց ենթագիտակցության զգում եմ, որ ես վաղը մյուս օրը միտեղ եմ գնալու, երբ որ ձեր նման մի հարգարժան քաղաքացի ինձ ասելու է, գիտես, ինձ սենց պրոբլեմ կա, ինձ էլ պետք է որ ապացուցել, որ ես գիտեմ, որ տենց պրոբլեմ կա, եւ ասել, այո, ես հիմա դրա բալասանը չգիտեմ ոնց լուծել, բայց այո, կա այդ պրոբլեմը, եւ այս գաղափարախոսությունը նաեւ մոտենալու մասին է այն հարցին, թե ինչպես լուծենք այդ պրոբլեմը։ Պարոն վարչապետ, եթե կարելի է երևի այստեղ նաև խոսում ենք մերիտոկրատիայի խնդիրը, որ նույն Սյունիքի մարզի ուղղապետն աշխատում է, քաղաքապետը, ուրեմն դա դեպքում չի, որ չի կարող հարցը դա ձեզ ասել։ Շատ դեպքերում դա Ներողություն եմ խնդրում, ստե կարա ուրիշ պրոբլեմ ունի, որը իհարկե ձեր ասած good governance-ի հետ կապ ունի։ Կարող է մարդը մտածում է կամ կարող է լրիվ ուրիշ աբսուրդ բան, կարող է մարդը չնայած այդտեղ երևի նույն երևույթի ասում եմ համ զուգահեռ մտածում եմ։ Մարդը գիտի ոնց վարչապետի հետ կապվի, բայց չգիտի ոնց բանի ջրօգտագործող ընկերության հետ կապվի, հասկանում եք։ Կարա կամ էլ չէ, ես անկեղծ ասեմ, հիմա կարող է այդ Չէ, նկատի ունեմ հիմա այս հարցը ճշտելու համար ինձ հետաքրքրեց, կամ ես կկապվեմ, կասեմ ինչի եք ինձ գրել, օրինակ ինչի բանին չեք գրել, ջրօգտագործողներին չեք գրել, եւ հետաքրքիր է ինքը ինչ կպատասխանի, ամեն դեպքում իր պատասխանը մեր այս հարցը ինչ որ չափով կլուծի։ Եվ օրենքները, հա, այդ հենց ինստիտուցիոնալ խնդիրը, որ օրենքները աբսուրդ են, երբեմն աբսուրդ են լինում եւ դուք իրականում մենք երկու տարբեր կողմերից նույն բանն ենք ասում, որովհետև ես ասում եմ սենց, հիմա գիտեք ինչ է, ես ասում եմ սահմանադրությունը օրգանական կապ չունի, իրավակարգը օրգանական կապ չունի ժողովրդի հետ, դուք էլ ասում եք օրենքները կապ չունեն օրգանական ժողովրդի հետ, հենց այս մենք նույն բանի մասին ենք խոսում, որ օրգանական իրավակարգի հետ պետք է օրգանական կապ ստեղծել եւ այս խոսակցության կարևոր նպատակներից մեկն է հասկանալ, թե ոնց մենք անենք։ Օրինակ ես մտածում եմ, որ սահմանադրությունը դրա ձևերից մեկն է։ Կա հորետեսություն, դա կստացվի թե չէ, բայց դա ուրիշ բան է։ Առաջինը որոշել որն է ձևը եւ երկրորդը ինչքանով է դա իրատեսական։ Բայց եթե ես համոզված եմ, եթե մենք գանք շատ թե քիչ ընդհանրական ըմբռնման, որ ճիշտ ձևը սա է կամ այն մյուսն է, այս ըմբռնման բերումով դա կդառնա ավելի իրատեսական։ Դուք երբ որ ձեր խոսքը սկսեցիք, մի քիչ շատ բարձ սկսեցիք, բայց ձեր ասացի մեջ մի շատ կարևոր բան արձանագրեցի, որը իմ կարծիքով ունի ֆունդամենտալ նշանակություն։ Դուք խոսեցիք ինքնության կապի հետ քաղաքացիության եւ ինքնության կապի մասին։ Դուք խոսեցիք նրա մասին, որ կարա քաղաքացու ինքնությունը, քաղաքացիական ինքնությունը լինի պետական քաղաքականության նյութ եւ առարկա։ Սա շատ կարևոր բան է, որ մեր իրականության մեջ դա երբեք չի եղել։ Ավելին, ես կասկածներ ունեմ եւ մտածում եմ, որ ինչու նաեւ մեր իրականության մեջ չի եղել, որովհետեւ
այդ թվում կայսրությունը, բայց կայսրությունը ուրիշ տեսակետից։ Ես կշարունակեմ որպեսզի ճեղք չառաջանա, ես միշտ խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին, ասելով, որ այդ մոդելը որոշ դեպքերում ներդրվել է կայսրության կողմից, որովհետև եթե ուրիշ միջավայրում դուք դա ասեիք, կամ ուրիշ պայմաններում, դա կարար ձեր ասածը բան աներ, հնչեր շատ ապազգային, նույնիսկ հակաազգային, բայց այս խոսակցության բերումով ձեր ասածը շատ դիպուկ էր, ձեր ասածը հենց հատկապես 10-ին խփեց, որովհետև սա այո, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ երկխոսությունը նույնիսկ հերրակա տեղի է ունեցել, եւ այն ինչ որ դուք ասացիք, ես միանշանակ ընդունում եմ, որովհետև ես էլ եմ ընդունում, այ դուք շատ կարևոր շարունակություն բերեցիք, որովհետև էս էլ շատ քննադատում են, ասում են սա վարչապետի գործ չի, ինչ որ առումով ճիշտ են ասում, եւ շատ կարևոր է, որ հիմա այս խոսակցությունը տեղի ունենա, եւ այս նյութը հետագա զարգացման մեջ առնվազն ձեր ասած գիտական, հետազոտական այդ բանը հանրույթը եւ ներուժը ներգրավվածություն ունենա եւ դա շատ հետաքրքիր թեմա է, թե ինչպես մենք կազմակերպենք այդ հարցը։ Այդ խնդիրը կա, այդ ինչ որ ես ասում եմ իրավակարգի մասին, դա մեծ հաշվով պետության մասին է։ Էլի պետության հարազատությունը իշխանությունը կարող լինի ցանկացած, բայց իշխանությունը հասկանում եք դա փոփոխման ենթակա, այսինքն իշխանությունը վարձու աշխատողների խումբ է։ Մեր իրականության մեջ այդ խնդրեմը միշտ եղել է, որ մենք չենք կարողացել տարբերակենք պետությանը խփելը քաղաքական առումով եւ իշխանությանը խփելը։ Մենք անընդհատ խառնում ենք իրար եւ արդյունքում ստացվում է, որ մենք ավելի շատ, մեզ թվում է, թե ավելի շատ իշխանությանն ենք խփում, բայց իրականում պետությանն ենք խփում, մենք պետք է տարբերակենք դա։ Եվ դա էլ ինչ-որ առումով ռելիկտային մտածելակերպ է, որովհետև մեր էսել եկեք արձանագրենք, երրորդ հանրապետություն, ես միայն 18-ից հետո իրավակարգով ժողովրդապետության 18-20 թվականների այդ կարճ շրջանը առաջին օրինակն է, որովհետև մեր ընկալման պետությունը էլի բանի սերտաճածա բանի հետ կայսրության, կայսրի, սուլթանի, չգիտեմ, բանի հետ եւ էս էլ հաջորդ խնդիրն է, որ մեր քաղաքական իրականության մեջ այդ տարբերակումը մենք կարողանանք անենք, որ այնուամենայնիվ ժողովրդավարական հասարակության մեջ բարձր իշխանությունը թիվ 1 թիրախն է, այդտեղ հարց չկա, բայց պետությունը չպետք է լինի թիրախ։ Բայց որպեսզի պետությունը չլինի թիրախ, պետությունը մեզ պետք է հարազատ լինի, որ չլինի թիրախ։ Մենք ինչքան էլ խառը կռվի մեջ ունենք, երբ որ դիմացը մեր հարազատն է դուրս գալիս, նույնիսկ ամենաշփոթված պայմաններում, նույնիսկ հարվածի ժամանակ մեր ձեռը բնազդաբար բան է անում, արգելակում է, որովհետև մեր դիմաց մեր հարազատն է կանգնած։ Այս դեպքում մեր դիմաց մեր հարազատն է կանգնած, բայց մենք չենք ճանաչում իրար։ Որտեղ մենք շատ վաղուց այդ հարազատին կորցրել ենք, չենք կարող, միջև չենք կարող գտնենք, որ պետությունը մեր հարազատն է, այս իշխանությունը ընդամենը այսօր ընտրվել է, վաղը չի ընտրվի, կամ դժգոհ եմ իշխանությանը, դա իմ մոտ խորը համոզմունք է, ես չեմ կարող ուրիշ կերպ ասել, ցանկացած պահի, երբ որ ես ընդ որում ուշադրություն դարձեք, ես երբեք չեմ ասում, ընտրությունները այ կգան, ընտրություն, ես ասում եմ ժողովուրդը ցանկացած պահի որ ուզենա իշխանապողություն փոխի կար ցանկացած պահի կանի եւ մենք դա պրակտիկայում ապացուցել ենք համեցեք Հովսեփյան Հայկ իրավաբան Պարոն վարչապետ եվրոպական բոլոր դատարանները իրենց վճիռները որ կայացնում են Հայաստանի Հանրապետության կամ ընդհանրապես կայացնում են իրավունքի խախտման վերաբերյալ եւ ոչ թե օրենքի խախտման վերաբերյալ մեզ մոտ տեղի ունենում հակառակ process-ը Օրենքն է ծնում իրավունք եւ ոչ թե իրավունքը օրենք։ Երբ որ օրենքի տրամաբանությունը փոխվեց եւ իրավունքը ծնեց օրենք, այդ անվստահությունը ժողովրդի կվերանա։ Երկրորդ հարցը, որ կցանկանային խոսել գաղափարախոսությունից, ցանկացած գաղափարախոսություն հիմնավորվում է ռազմավարությամբ։ Մինչդեռ նույնիսկ այսօրվա կառավարությունը ներկայացված գաղափարախոսությանը հակառակ որոշումներ է կայացնում։ Այսինքն դա չի բխում քաղաքացու իրավունքից, հետևաբար եւ առաջանում է այդ անվստահությունը, որը ձևավորվում է հանրության մոտ։ Հիմա անդրադառնանք նոր ընդունվող սահմանադրությանը։ Ես միանշանակ կողմ եմ, որ նոր սահմանադրություն ընդունվի,
որովհետև ներկա սահմանադրության մեջ բացակայում են հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները։ Ընդհանրապես որևէ հակակշիռ զսպում իշխանությունների ճյուղերի մեջ գրեթե գոյություն չունի։ Հետևաբար առաջին հերթին պետք է երկու հարց լուծել նոր սահմանադրությամբ։ Դա սկզբունքն է, թե մի քանի սկզբունքների թե ինչ սկզբունքով է ձևավորվելու սահմանադրության հիմնական դրույթները, եւ երկրորդը, որ իրավունքը ծնի օրենքը եւ ոչ թե հակառակը։ Այդ ժամանակ մարդու իրավունքները կլինեն առաջնային, ոնց որ գաղափարախոսության մեջ ներկայացված է։ Ես չեմ ուզում մանրամասնել կոնկրետ օրինակներով, դրանք շատ են, բայց ամեն դեպքում այս բոլոր նկատառումները գաղափարախոսության հետ կապված պետք է նկատի ունենալ։ Շնորհակալություն։ Համեցեք։ Շնորհակալություն, Շուշան Ազատյան, իրանագետ, լեզվաբան, Իրանում Հայաստանի անկախությունից հետո իր դիսերտացիան պաշտպանած երրորդ եւ միակ կին ներկայացուցիչը, ինքնազարգացման, ինքնակրթության եւ ֆորմալ կրթության երկար ճանապարհ անցած մարդ։ Նախ հարգարժան պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար եւ քաղաքացիների կարծիքը լսելու պատրաստակամության համար։ Այսօր ես չեմ խոսելու նախագծի արտաքին քաղաքականության մասով կամ հայ-իրանական հարաբերությունների մասով։ Այսօր ես շատ պարզ ձևով խոսելու եմ շատ պարզ եւ կարեւոր մեկ այլ թեմատիկայի մասին։ Տեսլակատում նշվում է, որ այն պետք է արտահայտվի պետական հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Պետական քաղաքականություններն ուղղված պետք է լինեն մարդուն անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն եւ դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ ու միջավայր ձևավորելուն։ Այստեղ ուզում եմ շեշտը դնել միջավայր ձևավորելու վրա։ Ես այսօր չեմ խոսելու հոգատար միջավայրի մասին, թույլ տվեք հոգատար միջավայրի մասին երազել եւ կխոսեմ ավելի շատ առողջ միջավայր ձևավորելու մասին։ Առողջ միջավայր ձևավորելու համար, եթե թույլ կտաք, ես ներկայացնեմ որոշակի ճանապարհներ, շատ պարզ ճանապարհներ, պրակտիկ մոտեցումներ, ինչպես կարելի է հասնել առողջ միջավայրի։ Առաջինը կարևոր եմ համարում, որ մարդիկ զբաղվեն ինքնակրթությամբ։ Պարոն վարչապետ, ինքնազարգացմամբ, ներողություն եմ խնդրում, ինքնազարգացմամբ։ Այսօր մեր ուսումնական հաստատություններում եւ պետական համակարգում աշխատում են մարդիկ, երկար տարիներ աշխատած մարդիկ, գուցեև հմտացած իրենց աշխատանքում, սակայն շատ լճացած վիճակում եւ մարդիկ չեն ցանկանում դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց, իսկ բոլոր նորարարությունները եւ տարբեր մոտեցումները դիտում են որպես վտանգավոր երևույթ են դիտում, ինչ կարող է անել մարդը, վտանգ է տեսնում։ Եվ ամենակարևոր կետը ուրեմն ներառականության եւ հավասար հնարավորությունների մասին է։ Հավասար հնարավորությունները եւ ներառականությունը, երբ որ դրանց մասին մտածում ես, տանում են դեպի կոռուպցիա եւ բարեվարկություն։ Ինչ անենք։ Այստեղ ես ցանկանում եմ որպեսզի ուշադրություն դարձնել ոչ թե ոչ բարեվարկ մարդկանց, այլ մարդկանց, որոնք բարեվարկություն են դրսևորում եւ փորձել խրախուսել նրանց։ Խրախուսելը ժողովրդական լեզվով ասած ոչ թե թիթիզություն է կամ ձևական ինչ-որ բան, այլ շատ լուրջ պետական պրակտիկա։ Նախ պարոն վարչապետ ներկայանամ, անունս Արման Ազգանն Սմբացյան, ներկայացնում եմ Գեղարքունիքի մարզի Լիշ գյուղը։ Ասեմ խնդիրներ հենց գյուղերի հետ կապված, հիմնականը որ վերաբերում է մարդկանց առօրյային։ Մարդկանց մոտ իրավագիտակցությունը շատ թույլ զարգացած է։ Դուք որպես վարչապետ, երկրի ղեկավար, ինչու՞ չէ նաև մեր երկիրը, Հայաստան Հանրապետությունը, մեր ընտանիքն է, որպես ընտանիքի ղեկավար, ինչպիսի մոդելներ կարաջարկեք, որպեսզի մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնենք մենք։
Ես մոդելներից մեկը, եթե թույլ տաք, ասեմ, զեկույց ունեմ, մոդելներից մեկը պետքա նախ, եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից մոտենում ենք Եվրոպայում օրինակ ուսումը, եթե երեխաները դպրոցում սովորում են, իրանք ինքնակրթվելու կամ կրթվելու համար իրանք վճարումներ են ստանում պետությունից, բայց մենք, ճիշտ է, մեր ուսումը անվճար է, բայց մենք ենք վճարում պետության ուսումը անելու համար։ Երկրորդը, նախ հիմնականը ժողովրդի համար զուտ տարիքային առումով ասեմ 50-ից եւ ավել մարդիկ ուզում են փորձում են աշխատել, բայց գալիս ասում են իրանց տարիքային շեմը, ասում են վեր քո տարիքը լրացել է, դու պետքա գնաս թոշակի։ Որը որ չեմ ընդունում, եթե մենք գնում ենք Եվրոպա, մենք պետքա նախ մոդելները, ռեսուրսները ստեղծենք, թե ֆինանսապես եւ թե զուտ մեր գործընկերներից մեկը ճիշտ ասեց, ուղեղային ինստիտուտներ։ Մենք պետքա մեր կառավարությունը ավելի շուտ դուք, պարոն վարչապետ, հետևողական լինեք, նախաբուական եւ բուական հաստատությունները շրջած կատարեք, երբ որ մարդիկ ընտրում ենք խելացի մարդկանց, երբ որ խելացի մարդիկ մտքեր են արտահայտում, դուք ուշադրություն դարձնեք այդ խելացի մարդկանց։ Անդրադառնամ իրական Հայաստանի նախագծի։ Այո, ես պատիվ ունեմ, իսկականից պատիվ ունեմ, որ ներկա եմ գտնվում քննարկմանը, մինչև իրական նախագծի քննարկումը նախ որ դուք ասեցիք ի հայտ չի եկել Հայաստան Հանրապետության տարածքը։ Տարածքը ի հայտ եկել է, ուղղակի հնարավորություն չեն տվել մարդկանց սենց մտերմիկ զրույց անեն։ Իրանք որոշել են, իրանք արել են ու վերջում եզրահանգման ունեք, ասել են էսի սենց պետք է լինի, բայց դուք հնարավորություն եք տալիս, որի համար խորապես շնորհակալություն եմ հայտնում։ Համեց։ Ներկայանամ, ես Արտակ Աղասյանն եմ, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ պարոն վարչապետ հնարավորության համար, սենց անմիջական քննարկման եւ կուզեի տնտեսական բաղադրիչի մասին խոսել, հա, նախ իրական Հայաստան, սենց մի հատ տերմին, հա, եթե հնարավոր է ներառել որպես առաջարկ։ Տվյալ դեպքում ես իրական աշխատավարձի մասին կուզեմ խոսել, կապված եկամտահարկի հետ։ Նախ ովքեր որ վերցրեցին, հա, բնակարանները Երևանում անցած տարվա դրությամբ մոտակա օրինակ վերցնենք, անցած տարի են վերցրել, մոտակա 19 տարին աշխատելու դեպքում իրենք պետությունից ստանալու են իրենց գումարը, մասնավորապես ով որ օրինակ 1973 թվականից եւ ավելի ներքևա ծնունդը ինքը ամբողջապես իր աշխատավարձը ստանում է։ 74-ից այս կողմ, տվյալ դեպքում մերի ենթախումբը օրինակի համար միայն 5%-ն է պահվում պարտադիր կուտակային, մնացածը էլի ովքեր որ վերցրել են, ստանում են իրենց աշխատավարձի գերակշիռ մասը։ Ես ճիշտն ասած անցած, չեմ հիշում կամ նախանցած տարի ԵՊՀ շրջանավարտեմ, գնացի ԵՊՀ կրթական մասով, որպեսզի դիմեմ ասպիրանտուրայի համար, եւ պարզվեց, որ այնտեղ որ մասնագիտությունների սահմանափակում կա։ Ես երկրորդ մասնագիտությամբ քաղաքագետ եմ, կոնկրետ մեր ֆակուլտետը չէր մտնում, որպեսզի մենք կարողանանք եկամտահարկի միջոցով վճարովի ընդունվել, դիմել, այսինքն նախ դիմել ասպիրանտուրան ընդունվելու համար եւ եկամտահարկից այդ գումարը փոխանցվեր։ Ինչ որ մասնագիտություններ կային, որ հնարավոր էր, ցանկ կար այնտեղ հստակ, որ որոշ մասնագիտությունների դեպքում հնարավորություն կար, որպեսզի եկամտահարկից փոխանցվի, այսինքն կրթական բաղադրիչի համար էլի, այդ բացը կուզեի նշեի, եւ իրական աշխատավարձի մասով, եթե հնարավոր է, հա, այսինքն ովքեր որ փաստացի արդեն անցած տարվա դրությամբ չեն վերցրել, այս տարվանից մարզերում կա, դիցուկ վերցնենք, ես սիրում եմ ին վրա օրինակը բերել, ասենք թե ես մարզերում էլ չեմ վերցնելու բնակարան, այսինքն այդ եկամտահարկը ինչ որ մի տարվանից առհասարակ դադարելու է, ինչ որ տարբերակ, եթե չգիտեմ ազգային ժողովում է սկզբում այդ քննարկումները լինելու կամ կառավարությունը պետք է սկզբից քննարկի հետո ներկայացնի ազգային ժողով, ինչ որ սոցիալական երաշխիքների ձևով տարիքային ինչ որ շեմ սահմանել, օրինակ, ասենք 40 եւ ավելի տարիքի մարդկանց, որոնք օրինակի համար կարող են արդեն 20 տարի, տեսա, 20 տարի աշխատած լինեն, ինչ որ ձևով եկամտահարկ կուտակված լինի, չասեմ թոշակի ձևով, բայց ինչ որ
ձևով, որ իրենք էլ հնարավորություն ունենան, այսինքն հավասարություն լինի, տուն վերցրած ու չվերցրած մարդկանց միջև, միգուցե իրանք տան խնդիր չունեն, ունեն այլ խնդիրներ, չգիտեմ, իրենց երեխաների համար կամ էական չի, ինչ որ մի բանի համար իրենք այդ գումարը կարիք ունեն հետ ստանալու եկամտահարկի տեսքով, ինչ որ ձևով իրական աշխատավարձ, էլի, իրական Հայաստանում իրական աշխատավարձ, շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար, Լևոն Աթանյան, կցանկանամ մի հարց բարձրացնել, ինչ եք կարծում ազգային էլիտաների դերը իրական Հայաստան գաղափարախոսության մեջ ու ինչ է կատարվում այդ ազգային էլիտաների ձևավորման համար։ Գուրգեն Մուրադյան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս, նաև Երևան պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ։ Պարոն վարչապետ, կարծում եմ դուք էլ նկատեցիք, ոնց պատտվում ենք, գալիս ենք սահմանադրությունից հետո երկրորդ թիրախին կրթությանը, որը բազմիցս 2010-ից հետո շատ է քննադատվել եւ ամենաթիրախայինը դուք էլ կփաստեք Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծն է, որը ցավոք դեռ նախագիծ է, եւ երկրորդը ցանկանայի ձեր կարծիքը լսել կապված նոր Հայաստանի կամ իրական Հայաստանի տեսլականում ակադեմիական քաղաքը որտեղ է։ Եվ իմ կարծիքով շատերիս թվարկած խնդիրները կլուծվեն, եթե ակադեմիական քաղաքի գաղափարը վերջնական իր ավարտուն տեսքին հասցվի։ Մենք պարոն Հովհաննիսյանի հետ բազմիցս քննարկել ենք նաև այդ ազգային կամ պետական կրթության համար շատ կարևոր է, նաև սպաների ազգային կրթության համար, որ դուք նշեցիք, դրսում կրթություն ստացած սպան կամ քաղաքացին կրում է այդ կայսրության կամ երկրի աշխարհայացք։ Դրա համար կարծում եմ մեր առաջնային խնդիրը ազգային կամ պետական հայկական կրթություն ունենալն, որը այսօր մենք շատ քայլերով հետ ենք մնում։ Շնորհակալություն։ Կարեն Սարգսյան, ռոբոտաշինության ինժեներ։ Պարոն վարչապետ, ձեր կարծիքով բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը կարող ենք համարել պետության դիմակայունության հիմնական գործոն ապագա մարտահրավերներին դիմակայելու համար, եւ եթե այո, ապա ինչպիսի ռազմավարական քայլեր են ձեռնարկվում կրթության ոլորտում որակավորված եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի վարչապետ, պարոն Տիկնիկ, Արտակ Ասատրյան, երաժիշտ, դասախոս։ Հարցերս իմ բնագավառից են, մշակույթից, նախ կարծում եմ Հայաստանում ապրող եւ գործող այնպիսի մշակույթի գործիչների բանակ կա, որ ներքին շուկան չի բավականացնում այդ մարդկանց ռեալիզացմանը եւ պետական մակարդակով տարիներ առաջ ես նաեւ պատրաստել եմ նյութ առաջարկություն ներկայացրեցի մշակույթի նախարարություն, բայց կարծում եմ այն ժամանակ հավանաբար ռեսուրսների բացակայության եւ առաջնային մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով դա իրագործելի չէր։ Հարցս կրկնեմ այսօր։ Պետական մակարդակով կարող է նաեւ լինել քայլեր, որ ներքին ռեսուրսը որպես էքսպերտ կարողանա վաճառվել, որովհետեւ արվեստը եւ ցանկացած արվեստի գործիչ ի վերջո ուզում է ռեալիզացվել եւ վաճառվել եւ անկեղծ հատկապես մշակույթի ոլորտում աշխատող մարդկանց համար իրենց վաճառելը դա դժվար բան է։ Կան հիանալի գործիչներ, բայց մեծ բաց մեր մշակույթի իրականության մեջ, որ չկա մենեջմենթի դպրոց։ Եվ մարդիկ ամեն կերպ ուզում են մենեջեր գտնեն արտերկրում եւ այսպես որոշները հաջողում են, մեծ մասը ոչ։ Հարցս նաեւ հետեւյալն էր, պետական մակարդակով նախարարությունը կարող է առանձնացնել մի մասնաբաժին, որը բացառապես կզբաղվի մշակույթի գործիչների մենեջմենթով։ Շնորհակալություն։ Ողջույն, պարոն վարչապետ, շնորհակալություն այս ֆորմատի համար։ Կասպարյան տեղեկատվական եւ կիբերանվտանգության փորձագետ։ Կուզենայի մի հատ հարցի շուրջ խոսեինք։
դա պետական տարբեր կառույցների ու բիզնես կազմակերպությունների այդ պատասխանատվության զգացմունքի վերաբերյալ այդ անհատական տվյալների օրինակ, այսինքն պարբերաբար, չգիտեմ, ինչ-որ հակերական գրողներ ա լինում, արտահոսք ա լինում, բայց լավագույն դեպքում հնչում է շատ ներողություն օրինակի համար, այսինքն չկա հստակ պատասխանատվություն ու պատիժներ, որտեղ աշխարհում կա այդ փորձը արդեն, բազմաթիվ պետություններ ներդրել են այդ մոդելները, ընդհանուր մինչև օրինակ բիզնեսի համար տարեկան այդ եկամուտի օրինակ ինչ-որ տոկոսով, այսինքն պետքա պատժեն, որ սկսեն արդեն այդ պատասխանատվության զգացմունքը արդեն ձևավորել։ Կներեք ինչի համար։ Անձնական տվյալների եւ այլն, երբ որ օրինակ ապահովագրականները, ինձ թվում է բոլորը առնչվել են, եթե միտեղ օրինակ աշխատում են որևէ մի կազմակերպության հետ, մեկ էլ տենում են բոլորը զուգահեռ սկսում են զանգել, ինչ-որ տեղ հարցեր տալ, գնային առաջարկել, այսինքն նշանակում է արտահոսք կա, տոտալ արտահոսք կա անձնական տվյալների։ Շնորհակալություն հնարավորության համար, սահմանադրության հետ կապված, սահմանադրությունը եւ պետությունը կայանալու համար մի քանի կարևոր առաջնահերթություն պիտի լինի։ Սահմանադրությունը մայր օրենք ենք համարում։ Սահմանադրությունը իրագործվելու համար պետք է արդար դատաիրավական համակարգ լինի եւ հակակոռուպցիոն։ Այստեղ փորձեմ մի քանի օրինակ բերել, օրինակ դատական համակարգի, այսպես ասած, սելեկտիվ կամ ընտրողական մոտեցումների հետ կապված։ Մինչև այսօր դատական համակարգը չի գործում արդարացի ու կարող եմ օրինակներ էլ բերել, երկրորդը կոռուպցիայի հետ կապված է։ Գողոնը գտնում են, մարդիկ վերականգնում են եւ քրեական գործը կարճվում է։ Դա ինչ է նշանակում, այսինքն քաղաքացին առանց դատարանի վճռի կամ վարչապետը կամ ազգային անվտանգության ղեկավարը որոշում է, այս մարդուն կարելի է բաց թողնել, այս մարդուն չի կարելի բաց թողնել։ Գողոնը վերականգնվել է։ Գողոնը կարա լինի հայտնաբերված, ենթադրենք X չափի գողոնից մի մասն են հայտնաբերել ու բնականաբար բոլորի մոտ դա որտեղ մի մասը ծախսել են, գնացել են, հանգստացել են ու նմանատիպ տարբեր գողոններ կան, որոնք դժվար է հայտնաբերել։ Դատական համակարգի հետ կապված, եթե անհրաժեշտություն կլինի, մի քանի օրինակ կարող եմ ներկայացնել, որ ընտրողականը լինում ու մարդիկ նամանավանդ վարչական իրավախախտումների հետ կապված փորձում են դիմել դատարանել իրանց իրավունքը վերականգնելու կամ 1.5-2 տարի հետո է նշանակվում առաջի դատը, բազմաթիվ դեպքեր կան։ Այսինքն մենք չունենք անհրաժեշտ քանակի դատավորներ, ընդ որում անաչառ դատավորներ, մարդիկ կան, որոնց հոդվածը ավելի քիչ է, քան գտնվում են նախնական կալանքի տակ, ու նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել սելեկտիվ կամ ընտրողական արդարադատության, որին ինձ թվում է, չգիտեմ, էլի նույն բանն է լինում, այսինքն պիտի վարչապետը հատ-հատ բոլոր քրեական գործերին անձամբ ծանոթանա, փորձի արդարություն վերականգնել ձեր միջամտությունը, թե պետք է համակարգը հենց լինի, որ սահում, եթե կա հանցագործություն, պիտի հետևի պատիժը։ Շնորհակալ եմ, ես 15 րոպեի մեջ փորձեմ արձագանքել։ Առաջին ձեր հարցը պետությունը պատրաստ է ֆինանսավորել թե չէ, այո, պետությունը պատրաստ է, բայց որոշակի մեխանիզմներով, հետո ինձ թվում է դուք ծանոթանաք օրինակ գիտության ֆինանսավորման հետ կապված մեր մեխանիզմներով ինչու ձեր ասածը հնարավոր չի անել, եթե ինձ գրեք էլեկտրոնային փոստով, ես կփորձեմ հասկանալ, թե ինչու է ձեզ մոտ այդ հարցը ծագում, որովհետև հիմա մենք ունենք այդ համակարգը եւ պետքա հասկանալ ինչու դուք տեղյակ չեք կամ ինչու չի ստացվում, ինչու է ձեզ մոտ այդ հարցը ծագում։ Իրավունքն է ծնում օրենք, թե օրենքը իշխում, ֆունդամենտալ հարց։ Եվ իմ կարծիքով էլի նույն բանի մասին ենք խոսում, որովհետև այն սահմանադրությունը եւ սահմանադրական կարգը, որը օրգանական կապ ունի ժողովրդի հետ, օրգանական կապ ունի իրավունքի հետ, որովհետև ի վերջո ժողովուրդը, ժողովրդավարական հասարակություն իրավակարգի աղբյուրն է։ Ստեղ էլ այդ մի քիչ իրավաբանական կոնցեպտուալ հարց է, բայց ես ուզում եմ բերեմ դա մեր քաղաքական քննարկման մեջ, որովհետև այս մեր իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից իրավունքն ու օրենքը սկզբունքորեն հարց կարա ծագի, ոչ իրավաբանները այս թեմային լավ են տիրապետում, սա իրաց մասնագիտական հարցն է, բայց ոչ իրավաբանի համար կարա հարց ծագի, մի րոպե, ինչի պետք է օրենքն ու իրավունքը նույնը չլինեն։
Իմ կարծիքով հարցի պատասխանը հետևյալն է, իրան ծագման աղբյուրի մեջ է, որովհետև եթե այն իրավակարգը, որը բխում է սուվերենից, այսինքն ժողովրդից, ինքը մեկը իրավունք է, եւ Իրանի ծնված իր համակարգով գենետիկորեն իր հետ կապված կապով օրենքը չի կարող իրավունքի վրա հենված չլինել։ Ինչու է մեր մոտ օրենքը ընկալվում որ իրավունքի աղբյուր եւ ոչ թե իրավունքը օրենքի աղբյուր, որովհետեւ օրենքը կտրված դրված է վերևում, այս է պատճառը, որ ինքը հողի վրա կանգնած չի, ինքը ժողովրդից չի, ինքը մեր օրգանիզմի մաս չի։ Եվ այս հարցը ինչքան էլ կարա մի քիչ անուղակի, բայց ձեր ասացի իմ կարծիքով ուղիղ օրենքները գրվում են նախարարություններում, այդ քննիքը տեղ առաջանում։ Հասկանում եմ։ Գրում է ելնելով իր վարչական շահերից ելնելով։ Դրա համար է կտրվում կապը։ Այդ երբ որ կստեղծի անկախ մի մարմին, ասենք համարտական իրավունքի կենտրոն, որ աշխարհում ընդունված է, եւ այդ կենտրոնը որտեղ տնտեսագետներն են, մյուսներն են կգրեն օրենքը, նախարարությունը պատվերը կտայի նախագիծը կներկայացնի ինչ կանի, այդ ժամանակ իրավունքը կծնի օրենքը։ Իմ կարծիքով տեսեք, չեմ ժխտում ձեր ասածը, բայց ես ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրեմ այնուամենայնիվ հայեցակարգային խնդրի վրա, որովհետև ձեր ասածը կարա նմանվի սրան, օրենքը գրվում է նախարարությունում, այդ լավ չի, եկեք ստեղծենք մի հատ ուրիշ նախարարություն, որը կգրի օրենք։ Մեր մոտ ուրիշ խնդիր կա, որի հետ մենք բախվում ենք։ Մեր մոտ ընդհանրապես մեր օրենքով դա նախատեսված է, կա հասկացություն ազդեցության գնահատում, որ մենք երբ որ օրենք ենք ընդունում, դա կաբինետում ցանկացած օրենք գրվում է կաբինետում։ Այսինքն ինչ որ մեկը մի քանի հոգի նստում են սկսում գրել, բայց հասկանալու համար ինքը կենթանի օրենք է, թե ինքը հերթական անտրամաբանական բանն է, մենք պետք է կարողանանք ինչ-որ մի ֆորմուլայով դա տեղայնացնենք, փորձենք հասկանալ իրականության մեջ իր բանը։ Սա կոչվում է ազդեցության գնահատում, բայց մեր մոտ դա իրականության մեջ ֆորմալ կա, բայց իրականության մեջ կառավարությանը այդ ինֆորմացիան չի տալիս եւ այդտեղ ֆունդամենտալ խնդիր կա, բայց ես էլի ուզում եմ ասել, որ այս գաղափարախոսության տեսակետից հենց ֆունդամենտալ հարցերից մեկը, որը ոչ նույն տեսանկյունից ինչ որ դուք եք առաջ քաշում, բայց ըստ էության այդ հարցը էլի կապված է իրավունքի ծագման աղբյուրի հետ եւ էլի կապված է իրավակարգի հետ եւ ես ուզում եմ ասեմ, որ ձեր ասածը ընդունում եմ։ Հիմա քանի որ մեր հարցը գաղափարախոսության մասին է, ես չեմ ուզում շատ գնանք պրակտիկ բաների մասին։ Դրա առիթն էլ կունենան, բայց ես ուզում եմ ասեմ, որ դրա հետ համաձայն եմ, ուղղակի իմ մեկնաբանությունը գաղափարախոսության տեսակետից էլի օրգանական կապի մեջ է, ինչքանով է հարազատի մասին, ինչքանով է օրենքը գրած հարազատի կողմից, հարազատի համար, հարազատի մասին, ստեղ է ֆունդամենտալ պրոբլեմը։ Հակակշիռների եւ զսպումների մասին դա ամենակարևոր եւ ամենաբարդ թեմաներից մեկն է։ Հիմա վերադառնալով դատա իրավական համակարգին, որովհետև տեսեք հիմա, մեր իրականության մեջ կա, չէ, որից շատ նեղվում են եւ շատ նաեւ մեզ քննադատում են, նույն այդ բռնել բաց թողելու բանը, տրամաբանությունը, որը հետեւյալն է, ինչ որ միշտ չի որ տենց, հա, որովհետև երբեմն եւ բռնող եւ բաց թողող ինստիտուտը նույնն է, բայց երբեմն տեղի ունենում հետևյալը։ Մի ինստիտուտը բռնում է, մյուս ինստիտուտը բաց է թողում։ Հիմա ու դրա շուրջ միշտ կա աղմուկ, դիլեմա, հարց։ Հիմա ես երբեմն ինձ հարց եմ տալիս։ Ու ես այդ հարցի պատասխանը ուղիղ ասեմ չունեմ, եւ որովհետեւ ես նաեւ ձեր հարցերը ես ցավում եմ, որ մեր վերջին խորհրդակցությանը դուք ներկա չեք եղել, որովհետեւ ես ըստ էության ճշգրիտ ձեր տեքստը ոչ կոնկրետության մեջ, բայց ընդհանուր առմամբ կրկնում է, որ մենք sense problem, իմ զգացողությունն է, որ sense problem ունենք։ Բայց հիմա մի ինստիտուտը բռնում է, մի ինստիտուտը բաց է թողում, ենթադրենք։ Ինձ հարց եմ տալիս, ասում եմ, էսա հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմը կամ կարող է էսա հակակշիռների եւ փոխզսպման մեխանիզմ, որովհետեւ քնչականը բռնեց, դատարանը բաց թողեց։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, սա անարդար դատավարության վկայությունը, թե
հակակշիռների եւ փոխզսպումների համակարգի առնվազն սահմանավորման վկայությունը։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ շատ դժվար է, ինձ համար էլ շատ դժվար է, որովհետեւ երբեմն կան գործընկերներ եւ մարդիկ, ովքեր ասում են, որ սա այո ճիշտ է, հակակշիռի եւ փոխզսպման մեխանիզմը այսպեսին պետք է լինի, եւ կան մարդիկ, ովքեր ասում են, եւ այս երկրորդ մեր քաղաքացիները ավելի շատ են, ովքեր ասում են, այս ձեռեք առնում ես, այսքան եկակ, բա ուր է արդարությունը, բա այս ինչի նստած չի, ինչի նստած չի, կամ այն մեկը ինչի։ Սա էլի շատ լուրջ պրոբլեմ է, որտեղ էլի գաղափարախոսությունը կապ ունի, եւ նաեւ կապ ունի, ես ձեր հարցին անդրադառնալով կհասնեմ, հələ ձեր հարցը վերջում է, ձեր հարցին հələ կանդրադառնամ, բայց սրանք նորից հարց են։ Ես ձեր հարցի հետ կապված մեր գաղափարախոսության հետ առնչվող մենակ մի դիտարկում ունեմ, որի մասին էլ եմ խոսել։ Հայ իրանական, հայ թուրքական, հայ ռուսական, հայ վրացական, ստեղ իմ կարծիքով մեր այդ պետություն եւ արտապետություն ընկալումները արտահայտվում է։ Որտեւ ես էլ եմ այդ նույն կերպ ասում, ես նեն չի որ, չնայած ես հիմա փորձում եմ իմ խոսույթում դա փոխել, իմ մոտ անդադ հարց է ծագում, ինչ ենք մենք ասում հայ իրանական եւ ինչ չենք ասում Հայաստան-Իրան, Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ինչ ենք ասում հայ վրացական եւ չենք ասում Հայաստանի Հանրապետություն Վրաստան։ Ինչ ենք ասում հայ ֆրանսիական եւ չենք ասում Հայաստանի Հանրապետություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններ։ Սրանք մի քիչ ենթագիտակցական շերտեր են, որոնք հա բայց իրականում մեր լեզվի եւ մեր սոցիալ-հոգեբանական առումով, եթե թարգմանենք, Հայաստան Ֆրանսիան ուրիշ բան է, հայ ֆրանսիականը ուրիշ բան է։ Ընդ որում մեկը ես չեմ ուզում բան անեմ, այսինքն չեմ ուզում նսեմացնեմ հայ ֆրանսիականը, ես ընդհանրապես ասում եմ, որ մենք երբեմն նույն բառակապակցությամբ բնորոշում ենք տարբեր բաները, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Եվ եթե մենք խոսում ենք պետության, հենց պետության տրամաբանության մեջ, իսկ իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքում պետությունն է, որովհետև տարածքը տեղ է, հայրենիք պետություն հասկացությունների տարբերությունը ստեղ էլ տեղ ունի, պետությունը հայրենիքից կարա տարբերվի այդ թվում նրանով, որ իր տարածքները շատ ճշգրիտ հայտնի են, հայրենիքինը մի քիչ ավելի տարածական է, եւ այս նրբությունը կա, եւ մենք սրա վրա էլ այս հարցին էլ պետք է անդրադառնանք, որ իսկ մենք ինչ ենք տենց մտածում, իսկ այն, որ մենք տենց ենք մտածում, այլ հարցերի ժամանակ որոշումներ մեր կայացման վրա, այս մտածողության այս ձևը ինչ ազդեցություն է ունենում։ Մենք կարող է հայ, որ երկիրը ասեմ, որ բան չնի, ցանկացած, հա թեկուզ հայ իրանական հարաբերությունների համատեքստի հարցերը երբեմն փորձում ենք ընկալել կամ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստին վերաբերող հարցերը փորձում ենք լուծել հայ-իրանական բանաձևերով, որը կարա տեղեր կան համընկնի, բայց կարա տեղեր լինի, որ չհամընկնի եւ մենք սխալ որոշումների գանք, սխալ ընկալումների գանք եւ այս սրան Ես որպես լեզվաբան տարբերությունը ասա Հայաստան-Իրան հարաբերությունները ավելի շատ ընկալում են որպես պետական հարաբերություններ։ Այո, բա հենց այդ եմ ասում։ Հայ-իրանականը ընկալում է ավելի շատ որպես ընդհանուր ժողովուրդների թեկուզ։ Ճշգրիտ, բա այդ եմ ասում։ Բայց հենց այդ էլ նկատի ունեմ։ Բայց հենց այդ եմ ասում, որ երբեմն պետական օրակարգի հարցերը քննարկելիս մենք հարցերին մոտենում ենք արտապետական բանաձևերով։ Հետո այդ որոշումները կայացնում ենք այդ բան կա, չէ, ատամնանիրներ կա։ Հետո տեսնում ենք չի, ասում ենք ոնց մի րոպե ինչի չի, բա այս ինչի չի աշխատում։ Որովհետև ուրիշ բանաձևը փորձում ենք ինտեգրել ուրիշ բանաձևի մեջ։ Այստեղ է խնդրեմը, կամ ես սա ասում եմ առնվազն որպես հարցադրում, որի մասին պետքա մտածել։ Գուցե ես չեմ հավակնի ասեմ, որ ես բավարար խորությամբ սա հետազոտել եմ, որովհետև հետազոտությունը այնուամենայնիվ շատ ավելի լուրջ է։ Իմ ընկալումը այնքանով որ քաղաքական է, իրականում մակերեսային է ու դա ոչ թե վատ է,
Քաղաքականը տենց է, ինքը հետազոտությունն է, որ խորանում է միջև գենետիկ մակարդակ։ Քաղաքականը առավել մակերեսային է մնում, եւ սա շատ կարևոր խնդիր է։ Ինքնազարգացման մասին խոսեցիք եւ խնդիրները լսելու մասին խոսվեց եւ ես ինքնազարգացման եւ խնդիրները լսելու մասին իմ կարծիքով մի կարևոր գոնե իմ տեսակետից կարևոր բան ունեմ ասելու։ Մեր իրականության մեջ մի հատ ուրիշ խնդրեմ կա։ Մենք քննադատության կուլտուրա չունենք։ Քննադատել նշանակում է թշնամանալ։ Ուսավ մեր զարգացման ճանապարհին ֆունդամենտալ խնդրեմ է։ Դա ինձ էլ է վերաբերվում։ Ես չգիտեմ, ես նույնիսկ էմոցիոնալ հարթության մեջ չեմ, դա ինչ որ մի հատ ուրիշ բան է, որ մենք նույնիսկ մեր կուսակցության մեջ, մենք հիմա այդպես որոշում ունենք, որ ուզում ենք բան անենք, ինքնակննադատության եւ քննադատության կուլտուրա ձևավորենք, բայց նույնիսկ ամենամերձավոր միջավայրում ես դա տեսնում եմ, երբ որ խոսքը նրա մասին է, որ մենք պետքա անցնենք քննադատության ժանրին, դա դառնում է խնդրեմ, եւ առավել եւս եւ շատ դեպքերում ինչ են օրինակ մեր մոտ այդ թվում քաղաքական թիմերը եւ այլը իշխանության ընդդիմություններն իմիջայլոց այդ նույնը ընդդիմության մեջ է տեղի ունենում իրանք X պահի իրանք զարգացումը դադարում են որովհետեւ մի պահ է գալիս երբ որ առանց քննադատության հնարավոր չի զարգանալ իսկ այդ պահին երբ որ դու չես կարողանում այդ շարժիչը օգտագործես գնում է արդեն զարգացման հակառակ պրոս լճացում է գնում եւ սա վերաբերվում է բաներին, սա վերաբերվում է նաև նախարարություններին, աշխատանքային կոլեկտիվներին, կուսակցություններին, խմբերին, ու սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Այո, ես բայց այստեղ գիտեք ինչ, երբ որ ես ասում եմ քննադատելու կուլտուրայի խնդիր կա, երկու կողմ կա, որովհետև մենք համ ասելու մեջ խնդրեմ ունենք, համ լսելու մեջ խնդրեմ ունենք։ Ու սա մեկը մյուսի հետ կապված է։ Որովհետև երբ որ մեզ բան են ասում, առաջին ռեակցիան այն է, մենք պատ ենք շարում, եւ դիմացին ուզում է այդ պատը քանդի, որպես այդ պատը քանդի պետք է ավելի սուրը լինի, ավելի դաժանը լինի։ Բայց երբ որ դիմացինը խոսում է, արդեն իր խոսքի մեկնարկի մեջ այդ դաժանությունը կա եւ նաեւ սրա պատճառով է պատը շարվում։ Եվ սա էլի ֆունդամենտալ գաղափարախոսական խնդրեմ է, ոնց մենք իրար քննադատենք Քննադատությունը երբեք էլ հաճելի չի լինի, դա բացառված է, դա սուտ է, չի կարա, եթե հաճելի է ինքը քննադատություն չի, որովհետև այնուամենայնիվ քննադատությունը այն է, որ առնվազն դու ինչ որ բան կամ սխալ ես անում կամ այն չես անում, բայց սա այն մեծ շարժիչներից է, որը մեր մոտ բան է, խփած է այդ մատորը, եթե շատ կոպիտ ասենք, եւ սա շատ լուրջ ֆունդամենտալ խնդրեմ է եւ կարծում եմ դա էլ շատ լուրջ գաղափարախոսական հարց է։ Իրավագիտակցության մասին հարցը ես էլի գաղափարախոսության տեսակետից էդ էի բանանում։ Երբ որ իրավունքի աղբյուրը դու չես, դու այդ իրավունքի հետ բոլոր ձևերով առնչվելու խնդրեմ ունես։ Այսինքն ինքը քոնը չի, դու իրան գիտակցելու անհրաժեշտություն չունես։ Մեկը գիտես ինքը սուտ է, մեկը գիտես ինքը կեղծ է։ Իրավագիտակցությունը ինչի՞ց է, որովհետև հա, մեր իրականության մեջ իրականում համաձայն եմ, շատ սուր է արտահայտվում, դա բոլորիս մեջ է սուր արտահայտվում։ Որովհետև ասենք բաներ է տեղի ունենում, որ չես հասկանում, ինչի է դա տեղի ունենում։ Ոնց ենք մենք վերաբերվում, ընդ որում բոլորս ամենատարբեր շերտերին, ոնց ենք վերաբերվում իրավունքին, կարգին, օրենքին, տրամաբանությանը, հենց այդ է իրավագիտակցությունը։ Իրավագիտակցությունն նաև այն է, որ խնդիրը իրավունքի եւ օրենքի մեխանիզմով լուծելու բան ունենաս, վճռականություն ունենաս, բայց քանի որ դա մեզ հարազատ չի, չենք կարող մենք իր հետ հաշտապրենք։ Եվ այս գաղափարախոսական առումով իհարկե այդպիսի հարց էլ կա ուսման վճարի հետ կապված,
Օրինակ ակադեմիական քաղաքի նախագիծը, որի հետ կապված հարց բարձրացվեց, հենց ֆունդամենտալ նպատակներից մեկը դա է, որ մեր ի սկզբանե գաղափարը եղել է այն, որ ակադեմիական քաղաքում Հայաստանի քաղաքացիների համար կրթությունը այն ուսանողների համար, ովքեր առաջադիմության մի շեմից վերև է, այսինքն իրանք ռեալ ուսման մեջ է։ Այս շատ կարևոր բան է։ Ոչ թե բոլորի համար, այլ նրանք, ովքեր ռեալ ուսման մեջ են, որը պետք է չափը, ինքը պետքա բան չունենա, ուսման վարձ պետքա չլինի։ Նպատակներից մեկը ակադեմիական քաղաքի էտա, որ ուսանողը, ով որ ուսման մեջ է, ինքը այդ խնդրեմը չունենա, որ բա ես ուսման վարձս ոնց եմ վճարելու, եւ հիմա այն պահից, երբ որ այդ սկզբունքը որդեգրել ենք, օրինակ առնվազն այն դիմումները, որ ինձ գալիս են դրա հետ կապված, ես առաջի հարցը մենակ մի հարց եմ տալիս, իր մոգը ինչքան է, եթե մոգը մի գծից վերև է եւ ստուգում է, որ իրոք խնդիր կա սոցիալական եւ այլն, մենք անպայման ուսման վարձը վճարում ենք, օգնում ենք, որպեսզի ուսանողը չկտրվի կրթությունից։ Այստեղ հարց հնչեց ազգային էլիտաների մասին, ինքը իրականում շատ բարդ հարց է, շատ բարդ հարց է, եւ ես նույնիսկ ասեմ, որ այդ թեմայի, այդ հարցին պատասխանելու համար պետք է էլի մտածել, որովհետեւ ոնց որ ինքնության եւ քաղաքացիության հարցը կա, տենց էլ էլիտայի եւ ինքը ինչի էլիտա է, այս շատ կարևոր բան է, որովհետեւ ինքը պետության էլիտա է, թե արտապետության էլիտա է, որը էլի ես չեմ նսեմացնում, բայց այդտեղ զուտ ինստիտուցիոնալ այդ բանը ճշտելու անհրաժեշտությունը կա, ուզում եմ մենակ դատական համակարգին եւ մշակույթին անդրադառնալ, որովհետեւ այս գաղափարախոսության առումով մշակույթի հետ կապված մի շատ կարևոր բան կա։ Մշակույթը իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից ինքը ունի շատ պրակտիկ նշանակություն։ Եթե շատ կոնկրետ մի քիչ կոպիտ ձևակերպեմ, մշակույթը մի բան է, որ ինձ պետք է քաջալերի ապրել, որ ինձ պետք է քաջալերի լինել լավատես, որ ինձ պետք է լինի ոգևորի, որ ես հաջորդ օրը ոգևորված արդանանամ, գնամ աշխատանքի եւ իմ աշխատանքը լավ անեմ, եւ մշակույթը պետք է ինձ ոգևորի, որ ես ուրիշ մարդկանց հետ հարաբերություններում լինեմ ավելի քաղաքակիրթ։ Իմ աշխատանքի մեջ լինեմ ավելի արտադրողական եւ ես հենց այս պատասխանի համար է էկրանին այս կտորը ցույց տվել, որտեղ մշակույթի հետ հաղորդակցվելը այս գաղափարախոսությունը համարում է երջանկության կարևորագույն ատրիբուտ։ Եվ ինչ նշանակում, որ մարդը լիարժեք չի կարող երջանիկ լինել, եթե ինքը մշակույթի հետ չի հաղորդակցվում։ Լավ, մարդը չի գնում համերգ, մարդը չի գնում թատրոն, մարդը չի գնում ցուցահանդես, մարդը չի գնում սիմպոզիում, չգիտեմ, քանդակի հետ չի առնչվում, նկարչության հետ։ Այս գաղափարախոսությունն ասում է, որ չի կարող այդ պարագայում մարդը լինի լիարժեք երջանիկ։ Եթե նույնիսկ սոցիալական ոչ մի խնդրեմ չունի, կենցաղային բոլոր կարիքները հոգացած են, դրա համար մեր իրականության մեջ ես գիտեք ինչ, ես մի սենց իրավիճակ եմ ուզում նկարագրել, ես շատ հաճախ նայ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, որը իմիջիայլստեղից մեր հետագա քաղաքականությունները որոշակիորեն ճշգրտվել են, որ ես գնում եմ որևէ թատրոն կամ որևէ համերգասրահ եւ այլն ներկայացում եւ տեսնում եմ, որ դահլիճը 10, 20, 30, 40%-ով է լիքը, ես հետո ասում եմ դուք բան չեք զգում, դիսկոմֆորտ չեք զգում, եւ գիտեք ինձ միշտ զարմացնում է այն բանը, միշտ զարմացրել այն պատասխան, երբ որ ասել են հարգելի ասել են դե գիտեք մեր մշակույթը մի քիչ դենց բանա, դենց էլիտար է, ինքը ամեն մեկի համար չի, ինձ որ ով որ եկել է, հենց իրանք են հասցեատերը։ Ես այս տեսակետը հասկանում եմ, բայց համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև մշակույթը մարդու համար է, մշակույթը պետք է մարդու կյանքը դարձնի ավելի լավը, որ եթե դահլիճում դատարկ տեղեր կան, իհարկե ուրիշ խնդիր կա, որ կարող է ուրեմն դա ինչքանով է դա մշակույթ, էս էլ է հարց, որտեղ մշակույթը պետք է գնա եւ գտնի իր շահառուին,
Մշակույթը այնքան ուժեղ է, որ ինքը պետք է ինձ վերցնի իմ բազմոցից եւ տանի նստածնի իր բանում, սրահում։ Եվ իմ ընկալած մշակույթը այդպիսին է, ես չեմ ասում, որ դա միանգամից մի գործողությամբ պետք է տեղի ունենա, բայց էլի այ գաղափարախոսական մեր ուղենիշը հետ պետք է լինի։ Դատական համակարգի հետ կապված ըստ էության մեր ամենախոցելի տեղն է։ Ամենախոցելի տեղն է, բայց նաև շատ մեծ քննադատում են դրա համար։ Ընդհանուր նրանով, որ խոսք գնաց նաև գույքերի վերադարձի եւ այլնի մասին, դատական համակարգում, այսպես ասած, կադրային ջարդեր չանելու մասին, բայց միշտ մոռացվում է մի քանի կարևոր հանգամանք։ Օրինակ, որ ասում են թալանչիներին եւ ինչի չենք այս ինչ արել, միշտ մոռացվում է մի հանգամանք, որ հեղափոխությունը տեղի ունեցել մի քանի ֆունդամենտալ կարգախոսների ներքո, որ a. վենդետաներ չեն լինելու, b. սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է, եւ g. բոլորը պետք է ունենան իրանց շանսը այս նոր իրականության կամ հեղափոխությունից հետո։ Այսինքն ինքը ու կա ստեղ երկու կարևոր հանգամանք, ինքը ոչ միայն բաժանարար գծերի հեղափոխություն չի եղել, բայց եթե ինքը այս կարգախոսներով չլներ, ինքը տեղի չէր ունենա։ Որտեղ եթե մենք ասեինք օրինակ վենդետա ենք անելու, այս ենք անելու, ենք անելու, չէր լինելու հեղափոխություն, որովհետև դրանից առաջ այդ կարգախոսների ներքո շատ փորձեր են եղել անելու հեղափոխություն, որտեղ մեր ժողովուրդը իրականում չի սիրում բռնությունը եւ չի սիրում որևէ մեր ժողովուրդը սիրում է կարգը։ Ինչ նույնիսկ այն մարդիկ, որ մեզ հիմա բան են անում, հայհոյում են, որ մենք չեն գնացել մտել տներով ունեցվածքներ լցրել ճամպրուկների մեջ տարել, մեկը ես չեմ հավատում, որ իրանք սիրում են համաձայնեն բեսպրեդզելին։ Ես դա բացառում եմ։ Կամ կարա մարդիկ պահի տակ ջղայնացած ասեն, բայց մեկը խորքում իրանք չեն սիրում բեսպրեդզելը եւ իրանք ուղղակի ուրիշ բան, իրանք կարող է մտածում են, որ ստեղ կուլիսային պայմանավորվածություններ ա տեղի ունեցել, դրանից ներվայնանում են, դա ուրիշ բան է։ Բայց որ այդ խնդիրները ինչ որ դուք նշում եք, մենք ունենք, ես ասացի, իրոք բարես չգիտեմ կհավատաք թե չեք հավատա, բայց ես այդ մոտավորապես ձեր ասացի նման տեքստեր, փակ քննարկումներում շատ հաճախ եմ ասում եւ երբեմն նույնիսկ ասում եմ, որ ես հասկանում եմ, որ սա այն տեղերից է, որ ես շատ կոնկրետ լուծումներ չեմ պատկերացնում։ Ես անդադ կոչ եմ անում, խնդրում եմ մեր գործընկերներին, ասում եմ մտածեք, առաջարկ տվեք, ինչ անենք, ինչ։ Եվ այդտեղ է, որ այո, կան գործընկերներ, որոնք ասում են հանդարտվեք, ասում են հանդարտվեք, սենց առնելու։ Այո, այդ բոլոր խնդիրներով սենց առնելու։ Պետք է բան անենք, պետք է քայլենք, մաղվենք, բայց այդ ընթացքում ինչքան մարդ կհիասթափվի, այդ ընթացքում ինչքան մարդ կտուժի, այդ ընթացքում ինչքան մարդ անարդար հետապնդման կենթարկվի, ինչքան մարդ անարդար կերպով հետապնդման չի ենթարկվի, այս հարվածները, որ մենք պետք է կրենք, ես դա հասկանում եմ։ Եվ այո, եւ դրա համար է, որ ես մեր դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ խոսալիս միշտ եմ ասում։ Ասում եմ ժողովուրդ, ձեզ չտվա թե ես դատական իշխանության բաներին, գործերին խառնվելու այդ միտումը ունեմ, խառնվողը լինեի գլխից այնա դրվածքը դրածեր կգա այդ դրվածքի գլխին կնստեի, կասեի հիմա սենց է։ Պրոբլեմն ուրիշ տեղ, ասում եմ, ոչ Հայաստանի ժողովուրդը շատ քիչ դատավորների անուն գիտի, շատ քիչ դատախազների անուն գիտի, շատ քիչ քննիչների անուն գիտի, բայց այդ բոլորի փոխարեն գիտի իմ անունը տեղը հասցեն։ Եվ մի բան էլ, եւ ոչ թե մի բան էլ, հələ գիտի, որ ինքն այնց բերել դրել ստեղ, որ ես այդ հարցերը լուծեմ։ Ես այդ հարցերը լուծված չեն, իրաք չի հետաքրում, որ դատավոր, դատական անկախություն, իրավունք թե օրենք, ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրում։ Ինքը ասում է, դու պետք է ինձ պատասխան տաս։ Իմ հարցը քեզ է եւ դու պետք է պատասխան տաս։ Եվ սա ֆունդամենտալ խնդիր է, որ էլի գաղափարախոսական մակարդակում մենք պետք է բան անենք, որովհետեւ արդարությունը բարեկեցության մաս է։ Չի կարող մարդը երջանիկ լինի, չի կարող մարդը բարեկեցիկ լինի, եթե ինքը համարում է, որ ինքը ապրում է անարդար միջավայրում։ Կարող է նույնիսկ թատրոն գնա եւ ցուցահանդես գնա,
կարող է աշխատավարձ ունենա, բայց եթե ինքը իր զգացողությունն ունենա, որ ինքը անարդար եւ ապօրինի միջավայրում է ապրում, ինքը չի կարող լավ զգալ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, եւ այստեղ էլ մենք գաղափարախոսական մակարդակում պետք է լուծենք։ Եվ կարծում եմ նաեւ նոր սահմանադրությունը այն գործիքներից մեկն է, որով գուցե պետք է մենք ինչ-որ հետևություններ անենք եւ ինչ-որ խորը ինստիտուտ, օրինակ տենց թեմա կա, որ կարող է մեր դատական համակարգում ընտրովի ինչ-որ process-ներ պետք է տեղի ունենան։ Այդ գաղափարներ կա, գիտեք, մեր իրականության մեջ ահավոր մեծ հորետեսություն կա, բայց ես հիմա որ դուք անդրադարձաք, ես ասեմ ինչ եմ արձագանքել դրան, որ ասում են դե մենք փուճուր երկիր ենք, բոլորը բոլորին հազար ձևով կապված է, ասում եմ լսեք, հանրությունը պետք է լինի արդարադատության հեղինակը, եթե ինքը մտածում է տենց, այդ եմ ասում, որովհետև մեր արդարության խնդրեմը շատ դեպքերում էլի արդարության եւ արդարադատության խնդրեմը այն է, որ ինքը ոչ թե սխալ է, ինքը էլի օրգանական կապ չունի ժողովրդի հետ, իրավունքի աղբյուրի հետ օրգանական կապ չունի։ Որովհետև ես ինչ եմ ասում եմ Ժորժ ջան, մեր դատական համակարգին, ասում եմ եկեք ստանդարտ դնենք։ Ես չեմ ասում, որ եւ հիմա իմ գաղափարն է նա, որ մեր վճռաբեկ դատարանը նախադեպերով պետքա կառուցի, որ խնդիրն այն չի, որ խնդիրն է նա, որ արդարությունը մի դեպքում մի կերպ աշխատում, երկրորդ դեպքում մի կերպ։ Եթե ինքը նույնիսկ բոլոր դեպքերում անարդար աշխատի, բայց բոլոր դեպքերում, բոլորի համար, անկախ նրանից թե ում հետ է, անարդար բառից, այսինքն ճշգրիտ չլինի։ Մեկը մարդիկ հաշտ կնեն դրա հետ, որովհետև կասեն սա ստանդարտ է, կապ չունի մարդու անունը, ազգանունը, սոցիալական, բոլոր դեպքերում այս գործողությունը բերում է այս ռեակցիային եւ հետեւաբար ձեր ասած խնդիրը մեկը էլի օրգանական կապի մասին է, որ ասում է հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն թարգմանաբար նշանակում Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետություն ով է? Հայաստանի Հանրապետություն էլի այստեղ մի հատ էլի լրացում կա, էկրանին եմ ձեր ուշադրությունը հրավիրում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես, Հայաստանի Հանրապետությունը դու ես, այսինքն հանուն Հայաստանի Հանրապետության նշանակում է այդ վճիռը քաղաքացու անունից է, բայց քաղաքացին ասում է մի րոպե, այդ իմը չի, այդ իմ վճիռը չի, Ստեղ է, որ այդ խզումը առաջանում է եւ այդ խզումը լցնելը ֆունդամենտալ շատ կարեւոր հարց է։ Համեցեք։ Ռոբերտ Սարգսյան, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն վարչապետ, ես գաղափարախոսությունը կարտարուց հետո ոնց որ ցանկություն առաջանում, որ ավելի ներգրավել այդ պետական հարցերի եւ շուրջ քննարկումներին։ Ինձ հետաքրքիր է այս ամեն ինչի գործնական փուլերը եւ կատարման ձևերը, միջոցները եւ այլն։ Հիմա մենք օրինակ առաջի կետի հետ կապված ես սահմանադրության փոփոխության հետ կապված մինչեւ վերջի սահմանադրության փոփոխությունը ժողովուրդը մտածում է, որ դա փոփոխում է վարչապետական սկզբնախականին, որպեսզի ինչ-որ ժամկետեր երկարացվի եւ բանաշխփողի ղեկավարը նման դեպքերում մարդկանց մոտ չկա այն բանը, որ մտածում է, որ ինչի համար է փոխվում։ Կապը կտրված է վերջի սահմանադրության փոփոխությունը գոնե իմ մոտ այդ կարծիքն է եղել, որ ժողովուրդը խորապես չի հասկանում ինչի համար է փոխվում։ Նաև այս ամեն ինչը չափելության հետ կապված նպատակը, որ դրված է ամեն ինչի ոնց է չափվելու, պատվիրակելու եք ինչ-որ մարդկանց, որպեսզի ըստ կետ արկետ դրանց համապատասխանատվություն կրեն եւ ժամկետներ սահմանեն։ Այսինքն գործնական քայլերի համար երրորդ կետում ըստ գրած այստեղ կաց բարեկեցության հետ կապված պետությունը բարեկեցության գործիք է ժողովրդի համար, այստեղ էլ խնդիր ունեն գաղափարախոսական իմ կարծիքով, որտեղ ժողովուրդը դեռ մտածում է, որ ոչ թե պետությունն է գործիք, այլ ինքն է պետության համար ինչ-որ միջոց, որ պետք է պետության ինչ-որ բաներ ապահովել կամ իշխանավորին։ Դա երևի շատ վաղուց ծծած է ժողովրդի մեջ։ Չորրորդ կետի հետ կապված հարստացել եւ հարստացրու, սա մի քիչ վտանգավոր եմ մտածում, որովհետեւ օրինակ մենք 22-23 թվականին տուրիստների մեծ հոսք ունեցանք մեր երկրում, որը չկառավարվեց ու շատ դեպքերում թե օբյեկտները, թե հասարակ քաղաքացիները, որոնք որ իրենց վարձով են տալի, հարստացան։ Բայց վնասեցին մեր հետագայում մեր
աշխարհի առաջ, որ տուրիստական երկիր մենք որպես այդպեսին մենք հիմա համարվում ենք թանկ տուրիստական երկիր։ Դա էլ ինձ թվում է պետք է միջամտի պետականորեն, որպեսզի այդ հարստացները չհասկանան մենակ այդ բանին այդ կարճաժամկետ էլի։ Համեցեք։ Ավետիս Վարոսյան, ռազմաարդյունաբերության, ռազմառևտրի ոլորտի գործարար, նորարարական ոլորտի գործարար, հիմնականում կրիպտոարժույթների ոլորտում։ Մի քանի անդրադարձ իրական Հայաստանի գաղափարախոսությանը, այստեղ խոսք գնաց, բնավ կասկածի տակ չդնելով հեղինակների կամ համահեղինակների միտումը դրական արդյունք ունենալու, ես այնքան էլ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ պետությունը պիտի լինի քաղաքացու ձեռքին, հա, որովհետեւ հիմա ընկալում եղավ, չէ, որ հակառակը պիտի լինի, այսինքն պետքա փոխենք տեղերով, ես առաջարկում եմ, որ ոչ թե սեփական պետությունով լուծելու հայեցի մասին խոսենք, այլ սեփական պետության հետ լուծելու, այսինքն պետքա պետության հետ լինես, այլ ոչ թե պետությունով լուծես խնդիր։ Ես իմ համար ստեղ ընկալման մասով կոնֆլիկտ կա, հաջորդիվ որպես գործարար ցանկանում եմ իսկ կենտրոնացել եմ հարկացիր եւ հարստացրու գաղափարի վրա, իրականում ես դեմ եմ շատ աշխատելուն եւ շատ ծախսելուն, ես կողմ եմ արդյունավետ աշխատելուն, շատ վաստակելուն եւ արդյունավետ ծախսելուն, այսինքն մենք ստեղ խնդիր ունենք, այսինքն մենք դեռ սովետական կարգից խրախուսվել է շատ աշխատելը, այսինքն շատ աշխատիր, որ շատ ունենաս, բայց վաղուց երևի արդեն մի 50-60 տարի աշխարհում փոխվել է ձևը ու շատ աշխատելը ընդհանրապես հարստանալու հետ կապ չունի։ Առավել եւս շատ ծախսելով միգուցե պետությունը հարստանա, բայց ամեն դեպքում գործարարության մեջ կամ տնտեսության, առողջ տնտեսության մեջ արդյունավետ ծախսելու եւ արդյունավետ ուրեմն վաստակելու սկզբունքն է իմ համար կարևոր։ Այստեղ Երջանիկ անհատ է 8-րդ կետի հետ կապված, այդտեղ անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է։ Իրականում մենք այս վերջերս ու ամեն դեպքում հեղափոխությունից հետո ես պիտի ասեմ, որ խնդիր է առաջացել ազատությունը հասկանալու, այս ինչ աշակում ազատ։ Ազատի ձևակերպումը, որն է մեր ընկալման մեջ ազատը։ Այսինքն հիմա մենք ներ ենք դնում հայտարարագրման ինստիտուտը, դրանով լուծելով մի շարք խնդիրներ, բնավ առաջացնելով մի շարք խնդիրներ, հիմա սա ազատությանը դեմ քայլ է, թե ազատությանը խրախուսող։ Այսինքն մենք պետքա ձևակերպվենք, որպեսզի մեր համակարգացիներ, ժողովուրդն էլ այլևս տարբերակի, որն է ազատությունը, որն է օրինակ ներողություն սանձարձակություն, այսինքն այս հստակ պետքա տարանջատվի, որ սա ազատություն չի այլևս, դու այլևս ազատության տիրություն չես, այլ մեկ այլ ավելի պատժելի կամ ավելի արատավոր միգուցե, հա, այս մասով է նկատառումս։ Հաջորդ նկատառումը վերաբերվում է վերափոխմանը եւ վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլ կենսական արհեստություն։ Այս մասով ես ոչ թե դեմ եմ, այլ կարծում եմ, որ պետք է ոչ թե վերափոխվել, այլ վերաբարեփոխվել եւ ոչ միայն ամոթալի չհամարել բարեփոխումը կամ վերաբարեփոխվում, այլ նաև սխալվելու ինստիտուտը ներդնել, այսինքն մենք երեք պարոն Հովհաննիսյանի հետ էլ զրուցում ենք, մենք հայերս ու առասարակ մեր մտածելակերպի մեջ սխալվելը ամոթ է, մենք չենք սիրում սխալվել, այսինքն երբ որ մեր սխալի մասին խոսում են, մենք միանգամից այդ պատի կառուցման process-ն է տեղի ունենում, որովհետև նենց է դիմացինը նենց անում է, որ դու պատ կառուցես, այդ չի հարցը, բայց ամեն դեպքում այսօր պետական ապարատն էլ ես բազմաթիվ պետական գնումների մասով առնչվել եմ, մարդիկ վախում են որոշումներ կայացնելուց եւ ես չեմ ասում խրախուսվի դա, բայց պետքա լինի անցնցում խրախուսում նաեւ սխալ որոշումների, որտեղ առանց սխալ որոշումների դու երբեք չես հասնի բեկետ, որին որ ակնկալում ես, այսօր սխալվելը հաջողության տանող միակ սանդուղքն է, որի միջով ուզես թե չուզես պիտի անցնես։ Եվ ներողություն եմ խնդրում, ամենակարևոր թերևս նկատառումներից մեկը դա անկախություն 12-րդ կետը, անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Ձևակերպելն եմ ես ճիշտ ասած վերջին հատվածը, ես դեմ եմ կախվածությանը, ես կողմ եմ փոխկախվածությանը, որովհետև եթե մենք գնում ենք այս ճանապարհով, այսինքն
Հետևաբար անկախ եղել են կան եւ կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից։ Հետևաբար անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածության փոխարինելու ռազմավարությունն էլ վերաձևակերպել եմ շատերից փոխկախվածության փոխարինելու ռազմավարությունն է, որովհետեւ մենք այո, այսօր ամենահեշտ բանը կախված լինելն է։ Եվ համատաբար բարդ բան է անել այնպես, որպեսզի լինես փոխկախված, այսինքն արժեք ներկայացնես այն կողմի նկատմամբ, ումից դու ունես կախում, ու թերևս կախվածություն բառը ընդհանրապես կարելի է դիտարկել բացառապես բացասական երանգով, որտեղ օրինակ երբ որ թմրանյութերից կախվածություն ես ունենում, թմրանյութը քեզնից կախվածություն չի ունենում։ Հա, այսինքն ամեն իմաստով ինքը բացասական տերմին է եւ եթե մենք խոսում ենք ազգերի ինչու՞ չէ նաև պետությունների կախվածության մասին, այսինքն նրանց փոխհամագործակցության մասին, պիտի խոսանք բացառապես փոխկախվածության գույների ներքո։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, Արշակ Սարգսյան, կառավարման փորձագետ, աշխատում եմ վարկային կազմակերպությունում որպես ներքին հսկողության եւ որակի գնահատման գլխավոր մասնագետ։ Պարոն վարչապետ, շնորհակալություն ես ընձեռված հնարավորության համար, առիթից օգտվելով կուզենայի իմ ընտանիքի եւ իմ ընկերների անունից իրենց ողջույնները եւ շնորհակալությունը ձեզ փոխանցել եւ զորակցությունը, որ այս փոթորկոտ ժամանակահատվածում դուք պետության ղեկը պինդ պահում եք եւ դիմագրավում եք շատ մարտահրավերների, ինչպես նաև 3 չառաջորը նշեցիք, նաև աննկուն կերպով ժողովրդի տրված իշխանության տեղապահության գործառույթն եք իրականացնում, վստահեցնում եմ, որ շատ մարդիկ թեկուզ չբարձրաձայն են, բայց դա գիտակցում են եւ իրապես անկեղծորեն շնորհակալ են ձեզ դրա համար։ Անդրադառնալով իրական Հայաստանի գաղափարախոսությանը, ասեմ, որ այն կարտացվում է մեկ շնչով, թերևս բավականին հարամատչելի շարադրված է եւ իմ աշխատանքի բերումով ես 2008 թվականից միկրովարկավորման ոլորտում եմ աշխատում եւ գործի բերումով շատ եմ ճամփորդում ամբողջ Հայաստանով եւ ավելի քան 15000 հայի տուն ես մտել եմ տարբեր աշխատանքային պարտականություններ կատարելու համար, վարկունակության վերլուծություններ, իսկ վերջին տարիներին նաև հսկողություն եւ որակի գնահատում, կազմակերպության ներքին կարիքներից ելնելով։ Ես համարձակվում եմ չհամաձայնվել հնչած մի շարք կարծիքների հետ, որ ժողովուրդը դեմ է այս օրակարգին եւ շատ դրական կերպով են արտահայտվում ձեր առաջ քաշած գաղափարներին, ընդհանուր սահմանադրական փոփոխությանը, սահմանագծմանը, սահմանազատմանը, իրական Հայաստանի գաղափարախոսությունը առողջ եւ կենսունակ պետություն կերտելու գաղափարախոսությունը, որի դեմ պայքարում է հակապետությունը։ Հակապետությունը դա վատ կրթությունն է, հակապետությունը քրեական եթամշակույթն է եւ պաթոսային ողորմելի հայրենասիրությունը, որը հիմա մոդայիկ է։ Ավելի կոնկրետ առաջարկներ ես առարկայական կարող եմ ներկայացնել, եթե նպատակարար գտնեք այլ ձևաչափով ես կիսվեմ իմ առաջարկներով, կարճ ձևակերպեմ գաղափարը, բայց առարկայական եթե կարիք լինի կբացեմ։ Պիտի իրական Հայաստանի գաղափարախոսության խթանումը եւ դրա կրումը հնարավորինս նորաձև եւ չակերտավոր ձեռնտու դարձնել մեր հանրության համար, որովհետեւ մարդիկ պիտի տեսնեն, որ իրական Հայաստանի գաղափարախոսության կրողը ոչ թե դավաճան է համարվում, այլ ինքը ունի նշանակալի ձեռքբերումներ եւ առաջընթաց եւ թե բարոյական, թե մնացած առումներով։ Շնորհակալություն։ Մատիկյան Էրնեստ, իրավաբան, արհեստական բանականության ինժեներիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ ընդհանուր։ Ես այդտեղ գալուց պարոն վարչապետ մի քիչ մտահոգված էի, թե ինչ հարցեր են քննարկելու։ Հիմնականում սուբյեկտիվ հարցեր քննարկվեցին, մարդիկ իրենց անձնական փորձով կիսվեցին, որը բացասական է հիմնականում։ Ինչ որ առաջարկներ էլ հնչեցվեցին, լուծումներ,
Ես ուզում եմ հարցնեմ, ինչ կոնկրետ գործողություններ պետք է լինեն, այսինքն կրկնվում եմ այդ հարցը էլի հնչեցրեցին, ինչ կոնկրետ գործողություններ կան իմպլեմենտացիայի համար միգուցե այս ամեն ինչը գաղափարախոսության համար ու ուզում էի հավելեի մեր գործընկերոջ ասածը, որ այդ ռիսկերի պատասխանատվության խուսափումը, ինչը որ ասում են վախենում են մարդիկ պատասխանատվություն վերցնեն, հիմնականում նրա հետ է կապված, որ անհայտը միշտ էլ բացասական է, այսինքն ինչը որ մարդիկ չգիտեն, մարդիկ դրանից մաքսիմալ խուսափում են, որովհետև դա վախենալու է առնվազն։ Ինձ թվում է, ինչը վերաբերում է սահմանադրության փոփոխմանը եւ այլն, ավելի հեշտ կլինի, որ ժողովրդին այդ ամեն ինչը պրոստը բացատրեն մարդիկ, դա լինի հասանելի։ Իսկ ինչը վերաբերում է այս մեր հավաքույթին, կխնդրեմ պարզաբանեք ինչ կոնկրետ գործողություններ պետք է արվեն, ու այդ գործողությունները մեզնից են ակնկալվում, թե սա քննարկում է ուղղակի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Վազգեն Կարապետյան։ Պարոն վարչապետ, կցանկանայի անդրադառնալ նաև մի փոքր տնտեսական սեգմենտին վերաբերող հարցերին։ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց անկանխիկի մասին օրենքը, ինչը ենթադրում է, որ յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է ապահովել անկանխիկ վճարումներ սպասարկելու հնարավորությունը։ Սա դրական ազդեցություն ունեցավ հարկային տեսանկյունից, զգալիորեն կրճատեց ստվերը։ Հետևյալ առաջարկն ունեմ եւս մի քայլ առաջ գնալ եւ ներդնել վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը, ինչը իրենից է ներկայացնում, այսինքն հասարակ տնտեսվարողը կարող է իր սմարթֆոնի միջոցով, ունենալով պեկ հավելվածը, գեներացնել ՀԴՄ կտրոն եւ իր ամբողջ հարկային հարցերը լուծել այդ հավելվածի միջոցով։ Գաղտնիք չէ, բանկային ոլորտում արդեն իսկ կան ծրագրեր, որ հավելվածի միջոցով հավելվածը սմարթֆոնում դարձնում է լիարժեք պոստտերմինալ անկախին վճարումներ ընդունելու։ Սա մի շարք հարցեր կլուծի նաև վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը, այսինքն տնտեսվարողը ներկայումս ստիպված է եւ ստիպված է լինելու անընդհատ փոխել իր ՀԴՄ սարքերը անվտանգության ստանդարտները լրանալու պարագայում։ Եվ այս պարագայում այդ խնդիրը չի առաջանա, հավելվածի միջոցով տնտեսվարողը կարող է այդ ամեն ինչը կառավարել։ Հետևյալն է առաջարկս, այդ առաջարկով ինքս ներկայացնում բանկային համակարգը, բազմաթիվ պեյքին եւ այլն դիմել ենք, սակայն զերո արձագանք, մեր մյուս ներկաներից, որ նշեցին, այդ ֆիդբեքը չկա, իրոք այդպես է, բազմաթիվ անգամներ դիմել ենք, լավ արձագանք չկա, ճիշտ ասած այլ հարցեր էի ուզում հղել, սակայն հաջորդ հանդիպման երևի ֆորմատով դա կհղեմ, այս պահին այսքան առաջարկս դեր, շնորհակալություն։ Արման Ասատրյան, նախ շնորհակալություն նման մտերմիկ զրույցի համար։ Մեծամտություն չլինի, ես ինձ համարում եմ պետության, պետականության մասին լուրջ ընկալումներ ունեցող քաղաքացի։ Պարոն վարչապետ, կարծում եմ դուք մեր պատմությանը շատ լավ գիտեք, համոզված եմ դրանում, մեր ժողովուրդը վերջին 100, 200 եւ անվար հասարակ ընդհանրապես այնպիսի ժամանակների մեջով է անցել, որ գիտեք սովետական միություն, որտեղ մենք պետություն չենք ունեցել, կայսրության ինչ-որ մաս ենք եղել, հետո փլուզումից հետո եկավ 2-3 տասնամյակ, որտեղ թվում է պետություն ունեինք, անկախություն, բայց դա այդ ամեն ինչը թվացial էր։ Եվ մեր հասարակությունը այնպիսի ժամանակներում էր ապրում, որտեղ ֆիլմեր էին նկարվում, օրինակ 90-ական 2000-ականներին, մեր բակը 1, մեր բակը 2, որտեղ ինժեները ստորադասվում էր եւ ինժեներ բալա էին նրան անվանում, այդպիսի ժամանակներ էինք մենք ապրում։ Ու հիմա խոսել չեմ ուզում մեր հասարակության կամ ժողովրդի մասին դեգրադացված բառն օգտագործեմ, բայց այլ բառ ուղղակի օգտագործել չեմ կարող։ Ու խոսել այսօր իրական Հայաստանի մասին, որի վերնագիրը հենց պետությունն ու պետականությունն է, որը շատ հոգեհարազատ է ինձ, մի քիչ կարծում եմ դժվար է, կամ ինչպես պետք է խոսենք, երբ այդ հասարակության մի ստվար զանգված դեռևս մտածում է, որ միթե լավ չէր այն ժամանակ, երբ որ մեքենա վարելուց կարելի էր արփած վարել, գայշնիկի գրպանը 10,000 դրամ դնել ու նորից քշել գնալ։
Իհարկե կարելի է ինչ որ կետից սկսել, երևի հենց այդ կետը հիմա է, ուրեմն հարցս ինչպես պետք է այսպիսի հասարակության մեջ իրական Հայաստանի այդ գաղափարախոսությունը ոչ թե սրսկել, այլ ուղղակի զրուցել հասարակության հետ։ Եվ երկրորդ, ես իրապես կարծում եմ, որ մենք իսկապես ժողովրդավարական երկրում ենք այսօր ապրում, կամ ավելի շատ ժողովրդական եւ ոչ ժողովրդական, ավելի շատ հակված եմ ժողովրդավարականին։ Կան այսօր այնպիսի համակարգ կամ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ, որ ընտրություններով, ասենք, չկարենա այնպիսի թիմ, քաղաքական թիմ գա ընտրության, իշխանության, որը ուղղակի պետության հիմքերը կարենա քանդի։ Պարոն վարչապետ, շատ կարճ ձեր ասած իրական Հայաստանի եւ պետականության սիմվոլների տեսանկյունից, տեսեք, սա իմ միտքը չի, իմ ընկերների միտքն է, մեր դրամանիշների վրա չկա պետության սիմվոլիկայի արտահայտություն։ Ամենակարճ միտքը, այդպիսի օրինակներ շատ կարող եմ բերել, բայց կթողեմ այդ ամեն ինչը հաջորդ հանդիպումներին։ Պարոն վարչապետ, հենց անմիջապես սրան վերաբերող խնդրում ուշադրություն դարձնեք կառավարության նիստերի ժամանակ, որ մենք պետքա մի հատ շղթա փակ այդ կառավարության բանում է, ուրեմն նախորդ 20-30 տարիներում կրթության համակարգն հենց են արել, որ մարդիկ նորմալ կրթություն չստանան, չվաստակեն, մնան ընտրություններ են 5-10 հազարի հույսին։ Հիմա դրանց անորակ աշխատուժ է, որ աճել է, աշխատում մարդիկ որ գիշեր աշխատում են, դրանց երեխաներին մենք հենց դրանենք այ սերմերը ցանելու մոմենտն է, որ մանկապարտեզից սկսած նես պայմաններ ստացենք, որ աշխատող ծնողը պետք լինի մինչև 6-7 երեխա մանկապարտեզում կարողանա թողի, բայց դպրոցում էլ նույնը, երեխան մինչև 7-8 մնա դասերը պատրաստի։ Պարոն վարչապետ, դուք չպատասխանեցիք իմ հարցին, թե ինչու այսօրվա կառավարության ընդունվող կառավարության որոշումները եւ օրենքները մասամբ չեն համապատասխանում գաղափարախոսությանը, առաջին, եւ երկրորդ այն նկատառումը, թե ինչու է ժողովուրդը դատաիրավական համակարգից բողոքում, որ մի դեպքում կիրառում են մի ձև, Խորհրդային Միության տարիներին կար հստակ սկզբունք, որ նվազ ծանր հանցագործություն կատարած անձանց կալանքի չէին վերցնում։ Այն ժամանակ կալանավորում էին կրկնակի հանցագործներին եւ ծանր հանցագործություն կատարած մարդկանց։ Այսինքն սկզբունքորեն բոլորը գիտեին, որ դա այդպես է։ Իսկ այսօր այդ ամենը խառնվել է իրար։ Դրանից էլ առաջանում է անարդարության զգացումը։ Շնորհակալություն։ Հարց հնչեց ազատությունը ինչ է։ Ազատությունը ինչ է։ Համաձայն եմ, ձեր օրինակը կա, բայց մեր մոտ մենք ֆունդամենտալ ոնց որ քննադատության մասին ենք խոսում, մեր մոտ կան տաբու մտքեր, ցանկացած հասարակության մեջ կան տաբու մտքեր, բայց ոնց որ թե մեր մոտ այդ տաբու մտքերը շատ են։ Ազատությունը գուցե նաև այն է, որը քննադատության նման, որ մտավախություն չլինի, այս միտքը ասեմ, թե չասեմ։ Սա շատ ֆունդամենտալ կարևոր պրոբլեմ է, կա, որովհետև կա բան, ու իմիջայլոց այստեղ էլիտաների ձեր հարցը շատ էական նշանակություն ունի։ Մեր իրականության մեջ կա մտածողության երկու բանաձևեր եւ երկու ֆորմուլաներ։ Եվ իրանք շատ խստորեն իրար հակասում են եւ ձեր ասածը դրա վկայությունն է։ Մեր մոտ կան մտածողության բանաձևեր, որ էլիտաների կողմից է ձևակերպված, եւ կան մտածողության բանաձևեր, որ ժողովրդի կողմից է ձևակերպված։ Եվ շատ հաճախ իրանք սենց իրար հետ բախման մեջ են մտնում, որը իմիջայլոց արտահայտվում է նաեւ մշակույթում։ Ես ձեզ հիմա հարց հնչեց մենք ինչ պետք է անենք եւ այլն։ Ես օրինակ միջև այս գաղափարախոսությունը նախագիծը ձևակերպելը, ես անդադ հարց եմ տալիս, ասում եմ իրական Հայաստանի մշակույթը, որն է իրական Հայաստանի մշակույթը, եւ ես ինչ կապ ունի մշակույթը, թվում է թե շատ խառը բաների մասին եմ խոսում։ Ես գնում եմ համերգասրահներ, եւ ես համերգասրահից գնում եմ նաեւ միջոցառումներ, հարսանիք եւ այլն, ինչպես բոլորս։ Եվ ամեն անգամ իմ մոտ հարց է ծագում. ինչ են մեր բեմերում ուրիշ կերպ պարում, մեր հարսանիքներում ուրիշ կերպ պարում։ Մեր պատասխանը այն է, որովհետև
այն ռաբիզա չկրթվածա, էսա, այնա, բայց ես կոնֆլիկտ ունեմ այս բացատրության հետ։ Ուստեղ սա ինչ-որ ձևով մշակույթի մակարդակում արտահայտված բան է, որ մենք կարող է պրոբլեմ ունենք, երբ որ ժողովրդին ասում ենք ժողովուրդ, այս սա է քո մշակույթը։ Բայց այն մշակույթը, որ մենք ուզում ենք ժողովրդին տանք, էլի իր հետ օրգանական կապով չենք կապում։ Որովհետև շատ ենք ուզում կտրենք Իրանից եւ ճեղք առաջանում մշակույթի, ես չգիտեմ, վստահ չեմ, հետագա քննարկումներում գուցե այդ հարցի պատասխանը փորձենք, որովհետև մարդը ապրում է, չէ, հարսանիք գնում ենք, մարդը ուրիշ կերպ է ապրում, հետո գնում ենք համերգա սրահ եւ ոչ մեկ բան չի անում իմիջայլոտ, երբ որ հարսանիքներում ոչ մեկ չի կանգնացնում, ասում էլա մի հատ ապազգայիններ, դավաճաններ, այս ինչ է կանում, որտեվ բոլոր այդ նույն բեմի ժողովուրդը, որ գնում են հարսանիք, ուրիշ կերպ են ապրում, ուրիշ կերպ են բանանում, բայց ստեղ կա շատ ֆունդամենտալ պրոբլեմ, որը մենք պետք է հասկանանք։ Եվ իմ ընկալումը այնա, որ մենք պետք է առնվազն բեմի մշակույթը եւ կյանքի մշակույթը իրար հետ առնվազն պետք է օրգանական կապ ունենան, որովհետեւ բեմի կարծիքը ինչ կապ ունի իմ ասածը ձեր, որովհետեւ մենք այդտեղ էլ խնդիր ունենք, երբ որ մենք բեմ ենք բարձանում, ուրիշ կարծիք ենք արտահայտում, երբ որ մենք բեմից իջնում ենք, սուրճ ենք խմում իրար հետ, այնտեղ ասում ենք հա լավ դե ու դա արտահայտվում է, հասկանում եք, դա կապ չունի դու ով ես, մեկա դու վարչապետ ես, քաղաքացի ես, նախարար, մեկա դա քո մեջ արտահայտվում է, որտեղ դու հանրության ծնունդն ես դու չես կարող լրիվ լինես ուրիշ կտրվածքի մարդ։ Եւ այդ ձեր ասածը այս երևույթների մի հատ ուրիշ կողմն է։ Հա ընտրություններում մենք այդ ամեն ինչից հետո Սյունիքում 61% հիմա թիվը կարող է խառնել, բայց հաղթեցինք։ Եվ դա ինչի մասին հավաքam, սրանք պատասխաններ չեն, սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է մենք գտնենք եւ այս գաղափարախոսության պրակտիկ նշանակությունը շատ հարց են, չէ՞, պրակտիկ նշանակությունը որն է։ Ամենակարևոր պրակտիկ նշանակություններից մեկն է, որ մենք պետք է մեր մասին խոսանք։ Մենք պետք է մեր մասին խոսանք։ Ես արձանագրում եմ, որ մենք դուք ասիք 15000 տուն եք մտել, ընտանիք եք մտել, դա շատ մեծ ռեսուրս է։ Ես չգիտեմ ինչքանով զարմանում, մենք մեզ լավ չենք ճանաչում։ Մենք մեզ լավ չենք, մենք կարիք ունենք, մենք ինքներս, մենք մեր մտածողության ձևերը, մեր ընկալումները։ Դուք ճիշտ եք, մենք մեզ չենք հետազոտում։ Մենք մեզ չենք հետազոտում, որովհետև ոնց մենք մեզ ինչ հետազոտենք, ինչ մենք մեզ չգիտենք։ Դա այն չի, որ մենք մեզ չգիտենք, բայց մենք մեզ հետազոտելու կարիք ունենք։ Ոնց որ մենք մեր լեզուն գիտենք, չէ՞։ Մենք մեր լեզուն գիտենք։ Բայց մեր լեզվաբանությունը գիտությունն է, որը շարունակում է միջև մի հրատապ եւ անընդհատ հրատապ է բնալու։ Այն որ մենք ասում ենք հայոց լեզուն պետք է ուսումնասիրենք եւ այն նշանակում է, որ մենք մեր լեզուն չգիտենք, մեր լեզուն չենք ճանաչում, բայց ինքը նրբություններ ունի, շերտեր ունի, ինքը զարգանում է, ինքը փոխվում է։ Տեսեք գրաբար միջին հայերեն, այսօրվա հայերենը եւ ինքը մեկա գրական հայերենը փոխվում է անընդհատ։ Մենք էլ ենք փոխվում։ Մեզ ճանաչել նշանակում է մեր փոփոխությունները, դրա պատճառները, նրա տեքստերն ու ենթատեքստերը կարողանալ հասկանալ։ Ես գաղափարախոսության պրակտիկ իմաստը հենց դրա մեջ է։ Շատ կարևոր հարցեր հնչեց այդ արդյունավետ շատ աշխատելու բանի համար։ Տեքստում այդ հակասությունը իրականում կա, որովհետև էդ էլ ոնց որ դուք ասում եք ազատություն պետք է հասկանալ, ինչ է նշանակում, շատն էլ է պետք հասկանալ ինչ է նշանակում, որովհետև շատ հենց տեքստում կա, որովհետև ասում է, եթե շատ աշխատանքը արդյունք չի բերում, ուրեմն արդյունավետ չի այդ աշխատանքը։ Շատն էլ պետք է ուրիշ բառ, ես համաձայն եմ, որ շատը այդ էլի չարչարվելու տրամաբանության մեջ է, բայց իր նպատակը հենց դա է։ Եվ ստեղ հասկացություններ կան, որ շատ ծախսել արդյունավետ ծախսել։ Իրականում շատը այս տեքստի մեջ իր ամբողջ նպատակը ապահովել տրանսֆորմացիան շատից մինչև արդյունավետ։ Բայց
եւ հիմնական խնդիրը այն է, որ գաղափարաբանությունը, որ բարեկեցություն ստեղծելու ձևը աշխատանքն է։ Ես անդադ այդ օրինակն եմ բերում եւ առաջկայում առիթ կունենամ ասելու այս նույն նամակագրության մեջ ես ինձ համար վիճակագրությունն է։ Օրինակ քաղաքացիներ կան, որ գրում են, ասում են, վայ, մենք խնդրեմ ունենք եւ այլն, խնդրում ենք օգնեք, աջակցեք։ Հիմնականում, ասենք, նույն ֆինանսական աջակցության հետ կապված եւ համոզված եմ դուք էլ տենց իրավիճակների հետ առնչվում եք, մարդուն ուղղակի ֆինանսական աջակցել, այդ նշանակում է հետո նորից նույն անընդհատ չէ, բայց չի լուծում այդ հարցը։ Ես վերջին ասուլիսում էլ ասի, որ լրագրողը հարց տվեց, տենց երանգ կար, որ մարդը հաց չունի, որ մարդի հաց Էդ եմ ասում, պետք է մարդու խնդիրը չենք լուծում, եւ դա մի ցիկլի մեջ ենք գցում, այ իրականում ազատություն է, տելա, իրան մենք զրկում ենք ազատությունից եւ ստեղ էլի լուծում մեկակրթությունն է, որ իրան օժտես հնարավորության, որ ինքը վաստակի, ընդ որում այդ բանաձևերը կա։ Տեսեք, դուք շատ կարևոր բան ասացիք, մենք հիմա որ այս դպրոցները կառուցում ենք, չէ՞։ Ես բոլոր տեղերում որ գնում եմ մեր տնօրեններին եւ նախարարությանն էլ ասում եմ դպրոցի դռները չփակեք։ Այն կուլտուրան, որ դասը ավարտվեց, երեխեն պետքա գնա տուն, այս շենքերը դրա համար չեն։ Այդ շենքերը նրա համար են, որ երեխեքը տուն գնան քնելու համար։ Իրանք պետք է առավոտը գան, դաս անեն, խաղան, սնվեն, վազեն, ստեղծագործեն։ Մենք դպրոցներում խնդրում եմ, ով որ չի գնացել, ասենք օրինակ մոտիկ տեղը փոքր Վեդի գյուղի դպրոցը։ Հսկայական բեմ, հսկայական դահլիճով, հսկայական մարզասրահով, այո, դա հենց դա նաև դրա համար է, որ երեխայի համար ապրելու ուրիշ դպրոցը մենակ սովորելու համար չի, դպրոցը նաև ապրելու համար է, դպրոցը ես դրա համար եմ ասում, որ դպրոցը ապրել սովորելու համար է։ Եվ սա էլ գաղափարախոսական հարց է, որ կրթություն, այո, կրթությունը, դա ամեն ինչից անդին կրթությունն է։ Ամեն դեպքում շնորհակալ եմ շատ եւ ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այսօրվա մեր հանդիպումը կայացավ։ Լավ եղեք, առաջ։